Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայլի Ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության համահիմնադիր Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես վաղ շաբաթի ընտրությունները այլևս հետևում են, արդյունքները հայտնի է։ Ինչ արձանագրեցինք, պիտի խնդրեմ մանրամասն վերլուծել, ինչ հաջողություն արձանագրվեց, ինչ սխալներ կա եւ ինչպիսի հետեւություններ պիտի անենք։ Խնդրեմ։ Բնականաբար մենք պետք է լուրջ հետեւություն անենք, որովհետեւ անկախ նրանից թե իշխանությունը ինչ չափի վարչական ռեսուրս է աշխատացրել, դա բոլորս գիտենք։ Մենք նաեւ գիտենք, որ գյուղերում կար նաեւ վախի մթնոլորտ, դա էլ գիտենք մենք, բայց այնուամենայնիվ պետք է ընդդիմություններ իր կողմից հետեւություն անի, որովհետև այն սխալները, որ ընդդիմության մեջ կար, դա ակնհայտ է, որովհետև մենք քանի որ պարտվեցինք, մենք պետք է խոստովանենք նաև եւ հասկանանք, թե մենք ինչ սխալներ արեցինք, որպեսզի 26 թվականին այդ սխալները չլինեն, որովհետև մեր ամենաճակատագրական ընտրությունները լինելու է 26 թվականին, 26 թվականին որոշվել է ոչ թե քաղաքական ապագա իշխանություն, այլ որոշվելու է թե Հայաստանը լինելու է թե չի լինելու։ Հաշվանդելով այդ հանգամանքը մենք բոլորս պետք է մեծ պատասխանությամբ մոտենանք այդ խնդրին։ Նախ գլխավոր խնդիրը, որը շատերը դրա մասին խոսում են, ասում են օրինակ, ասենք, ինչի եք դուք առանձին մասնակցում կամ ինչի օրինակ առանձին փոքր կուսակցություններ մասնակցեցին ընտրությունների ժամանակ, բայց չհավաքեցին 4%-անոց շեմը եւ անուղղակիորեն այդ ձայները գնաց իշխանությանը, Այդպիսի մեղադրանքներ կան նաև, որոնք հասկանալի են այդ մեղադրանքները, բայց ես կուզենամ, որ պարզաբանում տամ, այդ ամեն ինչին։ Անժելա ջան, ես ձեր եթերի ժամանակ տևական մի քանի շաբաթ առաջ, եթե հիշում եք, նշեցինք, որ ուրեմն իշխանափոխության համար կա երկու կարևոր մոդել, այսինքն այն ինչ որ փաստ կա, որ ասենք այն ինչ որ կատարվեց Վրաստանում, 2012 թվականին, ուրեմն իշխանափոխության համար, երաշխավորված իշխանափոխության համար շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական ընդդիմադիր կառույցները, կուսակցությունները, միությունները մեկ միասնական դաշինքով հանդես գան ընտրությունների ժամանակ, ինչպես որ եղավ 2012 թվականին Վրաստանում մենք դա անվանեցինք Իվանիշվիլի մոդել, հիշում եք այդ պատմությունը։ Այսինքն Մայր Հայաստանը, ես Ավելին դուք երբ որ հրապարակ եկավ Սամվել Կարապետյանը, շատ ոգևորված էիք, ասում էիք, սա նախադեպը կա, ինչպես Վրաստանում, այո, եւ այդ բոլորին կարողացավ Իվանիշվիլին միավորել, հույս ունենանք, որ այդ ամենը տեղի կունենա։ Ասեմ ձեզ, որ Մայր Հայաստանը, Անդրանիկ Թևանյանը, ես եւ մեր բոլոր այլ թիմակիցները միշտ կողմ ենք եղել, որ ընդդիմությունը միասնական ցուցակով, միասնական դաշինքով հանդես գա, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ երաշխավորված հաղթանակը լինելու է միայն այդ պարագայում, որովհետև 26 թվականին մենք պետք է մտածենք ոչ թե ինչ-որ մի քանի մանդատ ստանալու համար, որովհետև այդ մանդատները լինելու են ապագա արևմտյան Ադրբեջանի մանդատները, որոնք ոչ մեկին պետք չեն լինելու, դա անպատվաբեր մանդատներ են լինելու, այլ մենք պետք է լուծենք Հայաստանի լինել չլինելու խնդիրը։ Եվ հաշվելով այդ հանգամանքը, բոլորը պետք է կուսակցական շահերը վայր դնեն, եւ ըստ էության բոլորի համար գերխնդիր պետք է լինի, որ պետք է լինի մեկ միասնական դաշինք, բայց ես ուզում եմ հատուկ բայցը նշեմ, որ մեկ միասնական դաշինքի ձևավորման գլխավոր պատասխանատուն, այսինքն գլխավոր խնդիրը կախված է այն անձից, կամ այն անձերից, ովքեր որ կարող են, այսպես ասած, կոնսոլիդացնել քաղաքական դաշտը։ Պայմանական ասած, այն ուժերից, որոնց մեծ սպասում չկա, ինքը չի կարող այդ կոնսոլիդացիայի խնդիրը լուծել։ Համաձայն եք սրա հետ։ Եվ մեղադրանքներ ուղարկել մեր նկատմամբ, որ մենք, այսպես ասած, կամ չգիտեմ, այն ուժին, որ չի անցել օրինակ, չգիտեմ, հայերենի կուսակցությանը, որ ինչի է ինքը առանձին մասնակցել, դա կներեք քաղաքական ամենասնակությունն է, եթե չասեմ այլ բան, որովհետև մեր ընդդիմադիր դաշտում այդ իրար ցեղ շպրտելու process-ը խիստ բացասական եմ գնահատում, դա ես երկու պատճառով եմ բացատրում։ Մեկը ամենասնակության արդյունք է, երկրորդը նեղ անձնական շահերի սպասարկման խնդիր է, որը եթե հերահար նպատակ տեսնենք, ապա կասենք, որ դրանք լրիվ այլ տեղերից են կառավարվում, որը առանձին մի խոսակցության թեմա է, ասես ձևակերպեմ, բայց մի բան կարող եմ ասեմ, որ Հայաստանում եւ ընդհանրապես ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում միասնության գաղափարի գլխավոր պատասխանատուն լինում է այն լիդերը կամ այն մի քանի լիդերները, որոնք կարող են այդ միասնությունը ապահովել։ Փոքր ուժերը կամ միջին ուժերը չեն կարող այդ միասնությունը ապահովել։ Տեսեք, երբ որ Ադրբեջանը կործանման եզրի էր կանգնած 93 թվականին, չէ՞, երբ որ մենք արդեն հաղթում էինք,
Վերջի պահին իրանց Էլչիբեին եկավ ով փոխարինեց Հեյդար Ալիևը։ Հեյդար Ալիևը այն լիդերն էր Ադրբեջանի, որ փրկեց Ադրբեջանը վերջնական կործանումից։ Ինքը եկավ, ինքը փաստացի տնետուն գնալով բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց եւ բոլորին համախմբեց իր շուրջը, որպեսզի կարողանան խնդիրը լուծեն։ Նույնը կատարեց Շևարդնաձեն, երբ որ ծանր վիճակի մեջ հայտնվեց Վրաստանը 92 թվականին։ Ինքն էլ նույն բանը կատարեց։ Ինքը իրար հակասող շրջանակներին կարողացավ կոնսոլիդացնել եւ կարողացավ լուծել այդ խնդիրը։ Նույնը կատարեց Իվանիշվիլին արդեն 2011 թվականից մինչև 12 թվականը։ Այսինքն պահանջել, ասենք, չգիտեմ, Բուրջանաձեից, որ ինքը կարողանար դարին կոնսոլիդացնել, դա ամենախնությունն է։ Պետք է պահանջել Իվանիշվիլիից, ինքը դա կատարեց։ Օրինակ Բադրի Պատրիցիկաշվիլին, որը 12 միլիարդ ունեցող գործիչ էր, այդ խնդիրը չլուծեցին, ասաց ես ուզում եմ մենակ գնամ սաղին արհամարեց, գնաց ու ընդամենը 7% հավաքեց 2008 թվականի ընտրությունների ժամանակ եւ պարտվեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ ընդհանրապես երբ որ մարդիկ մեղադրում են քաղաքական ուժերին, թե դուք ինչի չեք կոնսոլիդացվում մեծ ուժերի հետ, այդ մարդիկ կամ անմեղսունակ են, Անժելա ջանի սուրից ձևակերպում չեմ կարդամ, կամ քաղաքական տգետներ են, կամ նեղ շահադիտական խնդիրներ են լուծում, որոնց պուլտը մտածողության բոլորովին այլ տեղ է գտնվում, իսկ թե ինչ ստրատեգիական նպատակ են հետապնդում, որի արդյունքում դրանից շահում է իշխանությունը, դա առանձին խոսակցության թեմա է, որը իշխանափոխությունը լուրջ ռազմական խնդիր անելու։ Այդ միանշանակ եմ ասում, Անժելա ջան, դա 100%։ Այսինքն հետեւյալ կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը կարող է հաղթել երաշխարոված, եթե լինի մեկ միասնական դաշինքով, ինչպես որ եղավ Վրաստանում 2012 թվականին, ինչպես որ Հեյդար Ալիևը կարողացավ կոնսոլիդացնել 93 թվականին, նույն ժամանակին այդ ֆունկցիան կատարեց Շարլ դե Գոլը Ֆրանսիայում, նույն տեսեք ընդհանուր առմամբ ամբողջ քաղաքական պատմությունը դա ցույց տալիս, որ մեծ կոնսոլիդացիայով է հնարավոր ջարդել այն վարչահրամայական համակարգը, որ լինում է։ Սովորաբար տենց է։ Ռուսական պատմությունը կարող ասենք, ամերիկյան պատմությունը, տեսեք, ամերիկյան պատմության մեջ deep state-ի դեմ դուրս եկավ Տրամպը եւ կարողացավ հաղթել, չէ՞։ Որտեղ բոլոր շերտերը, բոլոր շրջանակները կոնսոլիդացվեցին այդ մարդու շուրջը, ինքը կարողացավ մեծ եւ նրանք 3 անգամ մահապորձ կազմակերպեցին, բայց չստացվեց։ Հիմա ստեղ ինչի մեկ չունեցանք Հեյդար Ալիև հատկապես 20 թվականի պարտությունից առանձին խոսակցության թեմա։ Ես կարծում եմ, որ դա հետագայի քննարկման խնդիր է, բայց փաստը կայանում է նրանում, որ մենք պետք է ունենանք այնպիսի գործիչ կամ գործիչներ, առնվազն գոնե 2-3, որոնք կարողանան սաղ դաշտը կոնսոլիդացնեն, որպեսզի մենք կարողանանք իսկապես լուրջ մակարդակի հայտ ներկայացնենք եւ հաջողության հասնենք։ Դա շատ կարեւոր խնդիր է։ Հիմա ինչ վերաբերում է Մայր Հայաստանին, Մայր Հայաստանը իր ամբողջ քաղաքական բանով ինքը հենց այդ դրա քարոզիչն է եղել։ Բոլոր տեղերում կողմն է եղել, որ դա լինի, բայց եթե դա չի ստացվում, եթե դա նեղմիտ, պրիմիտիվ մակարդակի գեղցիների բանը աստիճանի կռիվներ ագնում իրար մեջ, մենք ինչ մեղավոր ենք դրա համար։ Մենք մեր լուման դնում ենք, օրինակ ասենք Գյումրի ընտրությունների ժամանակ մեր լուման դրեցինք եւ մենք այդ մեր լումայով նպաստեցինք, որ հաջողություն լինի։ Մենք ստեղ էլ դրեցինք մեր լուման, ընդ որում մենք հաղթարեցինք 4%-անոց բարիերը եւ մեր ձայները չհանձնեցինք իշխանությանը։ Բայց մենք ինչ մեղք ունենք, որ ըստ էության այս ներկա բնակի մեջ ամբողջական ներկայացություն չկար եւ փաստացի եթե Գյումրիում կային, ասենք Վարդան Ղուկասյանի ուժը, չգիտեմ, Մարտուն Գրիգորյանի ուժը, մի քանի ուժեր իրար հետ միասին բոլորը կոնսոլիդացված էին եւ մենք կարողացանք հաջողության հասնել։ Ռուբենը Մխիթարյան, այո, մենք ունեցանք, այսինքն ստեղ փաստացի կարելի ասել, որ այնտեղ ստեղ էլ կային տեղական հեղինակավոր դեպք, բայց իրանք չմտան այդ խաղի մեջ։ Ով էր մեղավոր։ Այդ թող այդ մարդկանց հաշվի տնը թե ինչի դուք չմտաք այդ process-ի մեջ։ Եթե իրենք մտնեին, չեմ ուզում անուններ տամ, էլի։ Եթե իրենք մտնեին, ես կարծում եմ, որ արդյունքը լրիվ այլ կլներ, որովհետև բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ իշխանությունը կարողացավ մոբիլիզացնել իր զանգվածը, բայց ընդդիմությունը չկարողացավ իր ամբողջ զանգվածը մոբիլիզացնել։ Սա փաստ եմ ասում։ Մինչդեռ Գյումրիում մենք կարողացանք մոբիլիզացնել ամբողջական մեր զանգվածը։ Տեսեք, Գյումրիում 2016 թվականին Փաշինյանը հավաքել էր 640 թե 650 ձայն 16 թվականի ընտրություններում 2025 թվականի այս գարնանը հավաքել էր 17000 ձայն 650 ձայնի եւ 17000 ձայնի մեջ պատկերացնում եք, չէ՞ որ այդ 17000-ի մեջ բան 90%-ից ավելը դա վարչական ռեսուրսի գործն է։ Մարդկանց գալիս էին, բաժանում էին, PD-ին բաժանում, բայց փաստացի ընտրակաշառքի ձևեր մարդկանց բաժանում են, բայց մենք հասկանում ենք, որ
ըստ էության իշխանությունը ունի այդ բոնուսը ընտրակաշառք բաժանելու, ընդդիմությունը որպեսզի կարողանա դիմակայի դրան, պետք է կարողանար մեծ բարձր կոնսոլիդացիա ապահովել, չէ՞, դրա համար։ Այդ խնդիրը պետք է լուծվի։ 26 թվականին նույն իշխանությունը մեծ ռեսուրսներ է բաժանելու։ Հսկայական, ասեմ ձեզ, նույն Սաակաշվիլին 2012 թվականին բառից բուն իմաստով պետական մակարդակի կաշառք էր բաժանում, սերտիֆիկատներ էր բաժանում, $150 սերտիֆիկատ էր բաժանում անոնիմի քաղաքացուն, բայց պարտվեց։ Հասկանում եք։ Դե ամեն անգամ չի որ տատը փլավ կբերի, չէ, ինչի պարտվեց։ Եթե չես կարող հաղթել, ասես տալիս որ ընտրակաշառքով դու կարաս հաղթես, եթե քո դեմը մեծ կոնսոլիդացիա չկա ընդդիմության կողմից։ Սա է ամենակարևորն, այսինքն մենք հիմա պետք է հասկանանք, որ առանձին գնալու ճանապարհը, առանձին մոլուսկով մեկ, այսպես ասած, կներեք, իր ներքին բանը կրուշկայի համար, հա, աշխատելու գաղափարը դա ինքնասպան գաղափար է երկրի տեսակետից, այսինքն դու պետք է քո քաղաքական նիշան, քաղաքական կուսակցական շահը ստորադասես ավելի պետական շահին։ Եվ այդ իմաստով մենք բոլոր տեղերում, բոլոր հարթակներում, բոլոր տիպի հրապարակային եւ ոչ հրապարակային հարթակներում կողմ ենք ելել որ մեծ կոնսոլիդացիա լինի եւ մենք նպաստելու ենք որ այդ կոնսոլիդացիան անպայման ստացվի։ Իհարկե, այդ դրանից գլխավոր բանը պահանջը գալու է մեծ գործիչներից, որոնք այն գործիչներից, որոնք ունեն կամ մեծ ռեսուրսներ, հա, կամ էլ ասենք մեծ ռեգալիաներ նախքին։ Այդ մարդկանց է կախված այդ ամենը։ Համաձայն եք։ Ես կասեի 4 հոգուց։ Ես չեմ ուզում թվերը հաշվեմ, կարող է 4-ը, կարող է 5-ը, կարող է 3-ը, ոչ մեկ չի կարող այդ հարցի պատասխան, ուղղակի անձերը չքննարկենք, բայց մենք բոլորս էլ ամեն մեկը իր մտքի մեջ գիտի այդ մարդկանց, համաձայն եք սրա։ Այդ մարդիկ են, որոնք իրանցից պետք է պահանջեն։ Եվ մենք միասին պիտի խնդրեմ։ Եվ այդ իմաստով ցեր շպրտել այն ուժերի նկատմամբ, ովքեր որ այդ դրանց մեջ չկան, դա կներեք անբարոյականություն, անմեղսունակություն կամ այլ բան է, դա առանձին քննարկման խնդիր է։ Ես դրա համար եմ ասում, ոչ մեկին պետք չի մեղադրել։ Այնօք նույն հայերի կուսակցությունը պետք չի մարդիկ փորձում էին պայքարում էին 3-8% էր կարծեմ հավաքեցին չկարողացան անցնել։ Մեղավոր չեն այդ մարդիկ։ Չէ, բայց դա սխալների մասին պիտի խոսել։ Չէ, սխալներ կան, սխալներ բոլորը կան, բայց սխալները, տեսեք, սխալներ անում է եւ իշխանությունը եւ ընդդիմությունը։ Կան ռազմավարական սխալներ եւ կան տակտիկական մանր սխալներ։ Ճիշտ է, բայց հիմա կայանում է նրա մեջ, որ ընդդիմությունը իր մեջ գոնե առնվազն մթնոլորտը պետք է բարի դրացիական լինի, ինչպես որ եղավ Գյումրիում։ Համաձայն եք սրա դուք։ Օրինակ Գյումրիում նույնիսկ այն պայմաններում դուք հիշում եք ինչ կատարվեց։ Չէ, Գյումրիում ուժեղ անհատականություններ են, մեծ շրջանակ ունեն։ Բարի հոգեբանական մթնոլորտը շատ դրական էր։ Մենք իրար նենց էինք պատժ կանում, ուղղակի աներևակայելի մեծ հնարավորություն կար։ Այստեղ էլ էր այդպես, բան չունեմ ասելու, բայց նորից եմ կրկնում։ Ես չեմ տեսել, որ ինչ որ մեկը մյուսի նկատմամբ, բայց եկեք խոսենք։ Եղան առանձին դեպքեր, բայց դա երկրորդական է։ Ուրիշ բան եմ ուզում հասկանալ, պարոն Ոսյան, այս քարոզ արշավի ընթացքում տեսեք, գյուղացիների հետ մի կերպ պիտի աշխատել այնտեղ, ինչ եք կարծում, ինչ հասկացաք նախ այս ընտրություններից հետո, ինչ գուցե շեշտադրումները պիտի այլ ինչ հասկացաք, սոցիալական հարցեր, գյուղացիների ինչ կար, շատ լավ հարց եք տալիս, տեսեք, Մայր Հայաստանը անցկացրեց իր որակով, ասում եմ որ դուք էլ կարող գնահատեք իր խոսույթի մակարդակով, ձևի, բովանդակության մակարդակով լավագույն ընտրաշավներից մեկը, որտեղ իր ձևով բնավ բովանդակությամբ, սոցիալական բան, ամեն ինչ նորմալ կար, բայց տեսեք խնդիրը ինչի մեջ է, տեսեք, բացատրեմ։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք կարանք մանկապարտեզները անվճար սարքենք, չէ՞, մարդը տեսնում է մեզ, եթե մենք մեծ միլիոնատեր չենք, միլիարդատեր չենք, մեծ վստահություն չի առաջանում դա։ Համաձայն եք սրա։ Տենց հաստատ, դա իրականություն է։ Այսինքն եթե դա ասենք միլիարդատերը կամ միլիոնատերը, ինք ավելի մեծ վստահություն կառաջացնի դա։ Համաձայն եք սրա։ Մենք այդ խնդրեմը տեսնում ենք։ Այսինքն մենք ասում ենք հետեւյալը, որ երբ որ մենք ասում ենք այս խնդիրը կանանք լուծենք, մարդիկ շատ դրական են, ոչ մի բացասական բան չկար մեր, սա դրական է վերաբերվում։ Բայց ես տեսնում եմ, որ այդ դրականի մեջ կային այն մարդիկ իդեպ որ մեզ քվեարկեցին, իրանք լավագույն ռոմանտիկ եւ իսկական քաղաքացիներն են։ Ես այսպես եմ ձևակերպում, որտեղ այդ մարդիկ հավատացին մեզ եւ իսկապես իրանց այդ հավատքը ռոմանտիզմը ցույց տվեցին։ Այն մարդիկ, ովքեր որ մեզ դրական են վերաբերում, բայց չհավատացին, ես մարդկանց չեմ մեղադրում։ Չէ, բայց դուք մեկ ուրիշ կարևոր բան եք անում, գուցե նաեւ դրա համար հիմնականում ձայն տվեցին։ Դուք ասեցիք, մենք պաշտպանում ենք հայ-առաքելական եկեղեցուն։ Դա ռոմանտիզմ չկա, այդտեղ հստակ է։ Թուրքերն եկել են, հավիր են եկեղեցին, դուք էլ ասում եք, սա եկեղեցուն պաշտպանելու հարցով մենք մեր լուման դրեցինք, բայց հանուն արդարության պետք է ասենք եկեղեցուն պաշտպան նաեւ մեկ մյուս այլ ընդդիմադիր ուժերը, նույնիսկ իշխող
Արգիշտի Մեխակյանը ձեռնպայր մնում ուղակի բայց դրա համար առանցքային գլխավոր բաններ գնում միշտ ասում եք որ մենք պաշտպանելու ենք մինչև այդ հանարեց միանշանակ է այսինքն ասենց ասեմ երբ որ Նիկոլ Փաշինյանը գրում է որ սա կարտ բլանշա որ մենք կարանք հարձակվենք կներեք sense մի բան ձևակերպեմ ընտրությունների արդյունքը ցույց տվեց եւ այդ թվում նաեւ իշխող ուժի ռետորաբանությունը ցույց տվեց որ ժողովրդի մեծ մասը ճնշող մեծամասնությունը մերժում է Նիկոլ Փաշինյանի այդ ցեղ շպրտելը եկեղեցու վրա դա միանշանակ եմ ասում առավելևս հարձակումը դա խիստ բացական անկալվում տեսեք օրինակ մեր տեխնացուների մասին հարգելի ժողովուրդ Գրիշա Հարությունյան Վարդան այդ մի կարևոր բան նշեցի շատ կարևոր բան եմ ուզում նշեմ Գրիշա Հարությունյանը նախկին գյուղապետ էր, որը իր գյուղում հավաքեց ավելի քան 50 առաջտեղ հաղթեց 55% հավաքեց 55% մարդը իր համայնքում հավաքում է այն մարդը, որ ունի բացառիկ հեղինակություն։ Եվ որ հիմա բան չի, գյուղ չէ, սա նշանակում է իր ինչ աշխատանք է։ 21 թվականից մարդը մասնակցել է պատերազմում, պատերազմից եկել է 21 թվականին հրաժարական է տվել։ Պատկերացնում եք, չէ՞։ Եվ 4 տարի անց այդ գյուղացիները հիշում են իր աշխատանքը։ Դա մեծ գնահատական նույնը կարելի ասել Դավիթ Կարապետյանի մասին ծաղկուն գյուղում մենք էլի մեծ հաղթեցինք նույն բանը կարելի ասել Դավիթ Կարապետյանի մասին այսինքն մեր թիմակիցները ազնվագույն մարդիկ էին այլ խնդիրը որ այդ ազնվագույն մարդիկ որոնք իրենց համայնքներում փոքրիկ համայնքներում հաջողություն էին արձանագրել բոլոր նորմալ երկրներում տրամաբանական է որ եթե դու փոքր համայնքում հաջողություն ես տեսնում են որ դու դրական ես մեծ համայնքը պետք է քեզ տեսնի նաև ղեկավար։ Դա ամբողջ աշխարհում է։ Փոքր ասենք, չգիտեմ, նահանգապետը որ լավ է աշխատում, իրան տեսնում են ապագա Ամերիկայի պրեզիդենտ։ Ժակ Շիրակը որ Փարիզի քաղաքապետ էր, ապագայում տեսնում են նախագահ եւ դարավ նախագահ։ Դա բոլոր նորմալ երկրներում դա օրինաչափություն է։ Մեր երկրում ինչի օրինաչափություն։ Դա առանձին խնդիր է։ Սա մենք ունենք խեղաթուրված մտածողությամբ հասարակություն։ Խեղաթուրված, որտեվ մեր մոտ առաջացել է այնպես մի հատ կեղտոտ ռոպագանդա գնաց եւ այնպես բարքերա հաստատվել, որտեղ առողջ պատկերացումները, առողջ մտածողությունը փաստորեն դոմինանտային դեր չի կատարում։ Եվ այդ իմաստով մեր մեղքը միայն մենք սխալ իմաստով եմ ասում, մեր պատկերը եւ մեր ընկալումը որպես ուժ, որը ունակա լուծել այս խնդիրները, հավանաբար այդքան մեծ ուժեղ չէ, այսինքն մենք ինչ որ ասում ենք, որ մենք կարանք էս լուծենք, եւ մենք գիտենք, որ կարանք լուծենք։ Օրինակ մենք ասում ենք, որ մանկապարտեզը կարող է լինել անվճար։ Ընդհանրապես 12 մանկապարտեզ կար, այդ 12 մանկապարտեզի անվճարները կարծում եմ մեծ ողբերգություն չէր համայնքում, բայց մինչև հիմա վճարով է ընդորում խեղճ ու կրակ ժողովուրդը պետք է բանանի, բայց մարդիկ հոգեբանորեն չէին հավատում, որ մենք կարանք այդ խնդիրը լուծենք։ Մարդիկ դա մեկ ուրիշ եթե լինենք օրինակ եթե մենք ունենայինք միլիոնատերներ, ասենք մեր բանի մեջ, կողքը համոզված են, որ մարդիկ կհավատային դրան։ Այսինքն մարդիկ ցավոք սրտի դա տենց է իրականությունը, դա միանշանակ է։ Այսինքն մարդկանց այսօր թիվ 1 խնդիրը սոցիալական խնդիրն է։ Հաջորդը շատերը ասում են, բայց չէ՞ որ ջերմոցների հետ կապված դուք իսկապես պոզիտիվ եւ նորմալ առաջարկ ունեիք։ Հա, իհարկե, բայց ես մի բան ասեմ, իհարկե ջերմոցների տերերը բոլոր են մարդիկ, որ ջերմոցներ ունեն, առողջ գյուղացիներ են, բանկ բոլորը հասկանում են եւ բոլորը մեզ աջակցում են, դա միանշանակ եմ ասում։ Միանշանակ է, բայց իսկ ով ասես որ բոլորը ջերմոցներ ունեն։ Տեսեք, նույն մեր պատմությունից մենք գիտենք, որ գյուղերը բաժանված էին կուլակների, հարուստների, աշխատավոր գյուղացիների, որոնք լավ աշխատում են, աղքատների եւ միջին գյուղացիությանը։ Հիշում եք այդ պատմությունը։ Իրանց մեջ էլ կար, չէ՞ տարբերություն։ Այսինքն պետությունը պետք է խրախուսի հաջող գյուղացիներին, որպեսզի հաջող գյուղացիները օրինակ ծառայեն, միջինը գնա դեպի հաջողին, իսկ այն աղքատները պետք է ամեն ինչ անես, որ ինք աղքատությունից դուրս գա։ Բայց այդ անգյալ մարդիկ, որոնք ոչ ջերմություն են, ոչ բան ունեն, որ իրանց պետությունը ասում է, ես կգամ ջերմոցների տերից փողը կվերցնեմ, քեզ կբաժանեմ։ Է պարչի կգնալու է ԿՊ-ինա ձեն տալու։ Համաձայն ես սրա հետ։ Այսինքն գյուղացիության մեջ միանշանակ չի առողջ զանգվածը գյուղի միշտ պրոգրեսի կողմնակիցն է, հետամնաց զանգվածը որ ոչինչ չունի եւ ինքը ոչինչ չունի, ինքը պորտաբուծի մտածողությամբ ինքը ուզում է որ այն հարուստից վերցնի պետությունը իրան բաժանի, բարձա ինքը լինելու է այսօրվա իշխանության կողմը։ Դա միանշանակ է։ Այսինքն ինձ ուզում ասեմ դա էլ է, մենք դա էլ ենք տեսնում։ Այսինքն այն առողջ պոտենցիալ ուժը որ գյուղում կա, այդ առողջ պոտենցիալ ուժի վրա չի հենվում իշխանությունը։ Ժողովրդի հետ շփվելուց, հետամնաց գյուղացիության վրա։ Պարոն Ղոզյան, ժողովրդի հետ շփվելուց ինչ հասկացաք, միևնույն է առաջնային մնում է սոցիալական հարցը, թե անվտանգության, որ իրականում Ալիևը հայտարարել է եւ բերում է ադրբեջանցիներին, որ հարցն է մնում։ Թե երկուսն էլ շատ կարեւոր են։ Տեսեք, այստեղ երկուսն էլ շատ կարեւոր են, Անժելա ջան, բայց ես մի հատ բան էլ ասեմ,
Դա այդ թերությունը արդեն նաև մեր մեջ կա, բոլորի մոտ կա, համաչն դիմադիր դաշտի մեջ կա, այսինքն նաև մեր մոտ ես դա խոստովանում եմ։ Ուրեմն աշխարհի բոլոր երկրներում, նույնիսկ այն ամենածանր վիճակով գտնվող երկրներում առաջնային թեման դառնում է սոցիալական խնդիրը։ Դա փաստ եմ ասում։ Դա փաստ է։ Այսինքն կարող է պատահի վաղը Ալիևը գա տանկերով գմտնի Երևան կամ Վաղարշապատ, բայց մարդը մտածում է իր անձնական գրպանի մասին առաջնի հերթին։ Դա իրականություն է։ Մենք պետք է գիտակցենք, մենք ասում ենք պետք է գիտակցենք, մոռանում ենք դրա մասին, ելի դնում ենք անվտանգային խնդիրները, իշխանությունը գնում է ասում է ես քո գրպանը կլցնեմ այսօր, այսքան փետ կտամ, ինքը գնում է իշխանությունը 10000 դրամ կտամ 10000 դրամի փետ կտամ, առաջ 10000 դրամ ուղակի քեշով էին տալիս, հիմա 10000 դրամի փետ են տալիս, վարելանի փետ։ Դե ունենք են ինչ ունենք, պետք է դրա հետ հաշվի նստենք եւ աշխատենք այդ ուղղությամբ։ Հիմա պետք է մենք հետեւություն անենք, որ մեր խոսույթի մեջ առաջի դոմինանտային խնդիրը պետք է լինի սոցիալական խնդիրը։ Դա իրականություն է։ Դա մենք ես որպես ինքնա խոստովանությամբ եմ դա նաև մեր մեղքն է։ Դա ոչ միայն մեր մեղքն է, այլ բոլոր ընդդիմադիր։ Ես էլ անուն արդարացիա պիտի ասեմ, երևի դուք միակ գործիչն եք, որ անverջ ասում եք սոցիալական հարցը էսպես կարևոր է սոցիալական հարցը։ Մարդու համար, եթե նույնիսկ վաղը, որ իմանանք, որ ադրբեջանական բանակը սա Հայաստանը գրավելու է, հասարակ մարդը գյուղացին բան առաջին հերթին իր գրպանի մասն է մտածել, դա փաստ եմ ասում։ Բայց մեղադրելու բան չունեմ, ես նույնից եմ ասում, բանը Միացյալ Նահանգների ընտրությունների այդ ռայդերը որ կա գլխավոր բաներից առաջի 10-ի մեջ արտաքին քաղաքական խնդիրը 8-րդ թե 9-րդն է։ Առաջի 8 խնդիրները։ Միացյալ Նահանգները ասենց անվտանգության խնդիր չունի, կարող է։ Միացյալ Նահանգները գերտերությունն է։ Իրանք բա ինչի մասն եք ասում։ Գերտերությունն էլ իր խնդիր ունի։ Այսինքն ցանկացած երկիր, դա գերտերություն վերցնենք, Վրաստանը վերցնենք, Ռուսաստանը վերցնենք, Ֆրանսիան, Չեռնագորիան վերցնենք, ցանկացած երկիր վերցնում ենք, Անժելա ջան, դա իրականությունն եմ ասում, ցանկացած երկիր սոցիալական հարցն է։ Իր խնդիրը մարդու այսօրվանից, տեսեք, հիմա ժամանակ ունենք։ Կարող է օրակարգային դառնալ ընդդիմության համար առաջին թոշակառուներ 500,000 մարդ, սովի մատնված 40, 50, 60 հազարով մարդ։ Ես քեզ մի բան ասեմ, ուրեմն այդ հարցում։ Այս կարող է այս հարցը դնել եւ առաջնային։ Չէ, հիմա ասենք արձանագրում ենք երկրորդ հարց։ Երեք չառաջ որ ազգային ժողովում խոսում է, ասում է մենք այսքան դպրոց ենք անարել։ Մի հոգի, քիչ առաջ էլ էի ասում, մեկ հոգի ինչ էր անունը, զբաղվում էր բացահայտումներով, հա, իմիջիալոց ձեր նաև թիմակիցը, որ բացահայտում են իբր բան ենք վերանորոգել, ժողովուրդ ձեր համար դպրոց ենք վերանորոգել, մանկապարտեզ հետևից գնում էին վերանորոգած, քանի միլիոն դրամ բացահայտում։ Այս ուղղությամբ կարող եք կետերով դնել։ Տեսեք, հիմա ես մի քարտեզ ասեմ։ Տեսեք, ուրեմն Մայր Հայաստանի, Երևանի Մայր Հայաստանի, այսպես ասած, խմբակցությունը ամենաբարձր հեղինակությունը ունի մեր հարցումներով դա ինքնազգով բոլոր ինչի որտեղ հիմնականում զբաղված են սոցիալական խնդիրներով հիմնականում տեսել եք դու ոնց են աշխատում մարդիկ ոնց են բանանում հենց դրա պատճառով սոցիալական խնդիրը հետո նաև մի բան էլ ասեմ Անդրանիկ Թևանյանը տնտեսագետ բանը տնտեսագիտության ոլորտում ու պլյուս երկար ժամանակ մենք քննարկում ենք տնտեսական ծրագրերի վերաբերյալ խնդիրները Հայաստանի ապագայի հետ կապված ու մենք ունենք շատ հետաքրքիր ծրագրեր այդ վերաբերյալ եւ սոցիալական խնդիրների վերաբերյալ եւ առողջապահական բարեփոխումների վերաբերյալ եւ բիզնեսի զարգացման հետ վերաբերյալ որում մենք այդ քննարկումները անցկացրել ենք ոչ միայն Հայաստանում այլ նաեւ մի շարք գործարար շրջանակների հետ նաեւ Հայաստանից դուրս որոնք էքսպերտային մակարդակով զարմացած էին թե մենք ինչ լեվելի մակարդակով անալիզներ կարող ենք ունենալ եւ նաեւ դրա փոքրիկ մասը մենք Գյումրիում ենք պատկերացնում թե ինչ ազատատեսական գոտի կարանք սարքենք օրինակ մենք ունենք մի ծրագիր մեր պատկերացումները մենք համարում ենք որ մեր հարկային համակարգը մի կարգով ավելի ցածր պետք է լինի քան Վրաստանինը որպեսզի մեր մոտ կարողանա մենք ավելի գրավիչ լինենք որտեղ Վրաստանը Չէ, նաև տրանսպորտի հետ կապված, թոշակառուների հետ կապված, առողջապահության ոլորտ, դուք մի քանի կարևոր բաներ ասում եք։ Բայց դա առանձին թեմա է, Չէ, հիմա սպասեք, դա առանձին թեմա է, բայց դուք ընդունեցիք, պարոն Բոզյան, որ բսաբար, որ ձեր հնարավորություններն են այդպես մեծ, որ դուք ունեք հեռուստաընկերություն, ունեք լրատվամիջոցներ եւ այլն, այսինքն սա պիտի մենք այնքան քարոզենք, որ առաջնային դառնա այն ավելի մեծ կարող ուժերի համար, առաջին պլան Ես մի բան եմ ասում, մենք միշտ այն կողմնակից ենք եղել, որ իսկապես մենք մեծ դաշինքներով հանդես գանք, մեծ դաշինքով հանդես գանք, դա երաշխավորված հաղթանակ է բերում։ Մեր հարցումները, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե մեկ միասնական դաշինք լինի, նույնիսկ մեր սոցիոլոգիայով որ մենք քննարկում ենք դա,
ուրեմն հաջողությունը կլինի մոտավորապես 75-80-20-25 հարաբերակցությամբ։ Ստեղ պարզապես ամբիցիաների խնդիր կա, այն խոշոր գործիչների ամբիցիաների խնդիր կա, որոնց վրա պետք է ճնշում գործադրել։ Ամբիցիաները իրենք քաղաքական չեն այդ մարդիկ։ Գիտեմ, անձնական են, դա բայց առանձին չեն այդ մարդիկ չեն հասկանում։ Պարզա, հալավ էլ հասկանում են, ամեն մեկի շահը իր անձնական։ Թիմակիցների անհետ հայտարարությունները լսեք։ Հիմա էդի արդեն այլ խնդիր է, չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց մենք այնուամենայնիվ մինչև 26 թվականը ամեն ինչ անելու ենք, որ առնվազն գոնե 2-3 խոշոր դաշինքներով մենք քաղաքական դաշտներ ներկայացնի, առնվազն մաքսիմում։ Նիկոլն ասես թույլ չեմ տալու, ինքը արդեն հայտարարեց, որ այսինչ, սա նշանակում է, որ նրանց ձերբակալելու է։ Մեկին արդեն ձերբակալել է, վստահաբար։ Հիմա ես դրա մասին չեմ ասում, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ ասում։ Դուք հասկանում եք, Նիկոլն էլ հասկանում, ինչ կարող է դրա դիմաց անել։ Դրա դիմաց հետևելն է, եթե մեկ միասնական դաշինք ա լինում, ոչ մի ձևի հնարավոր չէ թվում։ Միջև դաշինք ստեղծել ինքը արդեն հայտարարեց։ Կապ չունի, եթե դու դաշինքը ձևավորում ես։ Ինքը կողը վաղը չեմ իսօր արդեն ձերբակալի։ Չես պատկերացնում, Անժելա, ես քեզ ասում եմ հետևյալ տարբերակը, որ պահին որ դաշինքը ստեղծվեց, իր ցանկացած ձերբակալությունը իր, այսպես ասած, իրանա Չի թողելու է ձերբակալել։ Էլի դու չես պատկերացնում, ինչ եմ ասում։ Ասում եմ հետևյալը, ուրեմն նույն Սաակաշվիլիի ժամանակածը որ դու տեսնես, իր այն ժամանակվա այդ քո ասած ձերբակալին կեսից ավելին իրանց վրա քրական գործ էին բացի, բայց չի աշխատում արդեն, որտեվ արդեն դաշինքի բրենդը սկսում աշխատել։ Այ դա ուրիշ բան։ Շատ խնդիր է, շատ པարզ խնդիր է դա։ Այլ խնդիր է, որ մարդը անկեղծ մարդիկ մտածում են, որ այ եթե իրանք լինեն, իրանք չգիտեմ, ասենք Լենք Թեմուրի մակարդակի ձայներ կհավաքեն։ Մարդի մտածողությունն է տենց, հասկանում ես, ես մի օրինակ բերեմ։ Ես բարեբախտաբար մեկին իրենց միջից մեկին գիտեմ, այդ պատմություն կա, Նապոլեոնը որ գրավում է Գերմանիան, Պրուսիան, ուրեմն իր ասենց բանում նստած իր կաբինետում արդեն թագավորի կաբինետում նստած, մեկ էլ առաջարկում աղմուկ ալինում, այս պատմություն աղմուկ ալինում, մեկ էլ էս Նապոլեոնը ասում է ինչ աղմուկ, ասում այնտեղ այդ բանի թագավորի այդ ծառաներից մեկը ինչ որ բորբորում է մեր զինվորի բան, ասում է ինչ ա եղել, էլ կանչեք։ Այս ծառային կանչում են, Նապոլեոնը ասում է գերմանացի բանը Պրուսիայի նախկին թագավորի ծառաներից մեկն է։ Ասում է ինչ ա եղել։ Այդ ծառան ասում է գիտեք ինձ պարոն Նապոլեոն ասում է ձեր զինվորը այս վերցնում է, բայց ասենք նա սերվիս կա կարևոր, այ դա չի կարելի վերցնել, ասում եմ ինչի։ Ասում եմ որտեվ ասում է դա պետք է իր տեղը լինի։ Նապոլեոնը ասում է գիտես որ դու այլևս պետություն չունես։ Ասում է գիտեմ։ Ասում է դու գիտես որ այլևս թագավորություն չունես։ Ասում է գիտեմ։ Դու գիտես որ այլևս Գերմանիա գոյություն չկա։ Ասում է գիտեմ, հետո ասում է հետո այն որ ասում է սերվիսը պետք է իր տեղը լինի։ Հասկանում ես։ Հիմա այդ մտածողությունը քառակուսի մարդկանց մտածողությունն է։ Այդ մտածողությունը դոմինանտային դեր է կատարում Հայաստանի քաղաքական դաշտում։ Մեծ մասի մոտ։ Պետությունը չլինի, սա չլինի, բայց ասեմ քեզ, մարդկանց մոտ եմ ասում։ Ես հիմա դες ուղակի եմ ասում։ Եվ որպեսզի ոչ մեկ չհանդգնի, որ Մայր Հայաստանը այն եզակի ես դա հպարտանում եմ, այն եզակի ուժերից մեկն է, որը այդ քառակուսի մտածողությամբ չի գործում։ Շատ լավ, տեսեք, եւ դուք ինչ եք ասում։ Մենք կարողանանք մեծ դաշինքներով հանդես, որտեղ դա է հաջողության գրավականը։ Միանշանակ դա է։ Եթե չստացվի 1, առնվազն կամ 2, լավագույն դեպ ամենաշատը 3-ով պետք է մենք հանդես գանք, որտեղ 26 թվականին մենք պետքա ոչ թե աթոռի կռիվ տանք պարլամենտում, այլ պետքա փոխենք իշխանությունը։ Դա լինելու է ոչ թե քաղաքական պայքար, դա լինելու է Հայաստանի լինել չնելու համար պայքար։ Հարց. Եթե վաղաշաբաթի ընտրություններին մասնակցեր հանրապետական կուսակցությունը, կունենայինք այլ պատկեր։ Անժելա ջան, այդ հարցերը քաղաքական անալիզա, ես չեմ կարող ասեմ, չեմ գիտեմ, չեմ կարող։ Եթե ունենայինք մեր ձևով նաև շարժումը ունենալ իր տեխնացուն, կլիներ այդ չբավարարող 10%-ը, 9%-ը կլիներ թե չէ։ Ես այս հարցին sense։ Չէ, ինչի համար եմ, ես այս հարցերը պատահական չեմ տալիս, ինչու։ Որտեղ տեսեք, կարծեմ մի անգամ էլ ենք մենք միասին այս հարցերը բան քննարկել, որ դուք ասում եք ինչու մեկը մեկին չգիտեմ ինչ, եւ նաեւ անցած հաղորդման ժամանակ էլ ճիշտ նկատեցիք, որ մենք շարունակում ենք Նիկոլի օրակարգով շարունակել, որովհետեւ ոչ միայն Նիկոլի, այլ արևմտամետ թուրքական ուժերի, որ իրենք դեռ հələ դեռ նախկին իշխանություններն են, բայց թիրախավորված արցախցիները էսպես, Արցախը չգիտեմ ինչ, էսպես թիրախավորած, Թալանը չգիտեմ ինչ է, դե տեսեք ոնց աշխատեցին, որ հիմա եկել են կործանել են Արցախը կործանում են Հայաստանը, բայց դա դուք կճշտեք, ավելի ճիշտ կասեք, աշխատում է, բայց ոչ այն թափով, ոնց որ առաջ, չէ, բայց կարողանում է աշխատել։ Հիմա դժբախտաբար դեռ իներցիայով քաղաքական ուժերը օրինակ, ինչ որ քաղաքական ուժեր, որ ուզ մտնում են հրապարակ, ասում են միայն թե մեր հետ
շատ տարօրինակ է։ Իմիջիայլոց սա ապրում են Կրուշկայի մտածողությամբ։ Այդ բանի Պրուսիայի բանը դուք քանի որ ճկուն եք, դուք միանգամից հասկացաք, դուք շատ, բայց ես ուզում եմ որ մի քիչ ավելի պարզ ասեմ, հասկանան։ Այսինքն միջև հիմա խոսում ես, ասում ես ինչի Հանրապետական կուսակցությունը ունի ռեսուրսներ։ Հանրապետականը պետք է որ ընդունեք։ Հանրապետական կուսակցությունը ունի միս ու արյունից կազմված քաղաքական լուրջ գործիչներ, որ ճանապարհ են անցել, ճիշտ է։ Հանրապետական կուսակցությունը ունի կառույցներ։ Այս նույնը ասում ենք հայ-աղափական դաշնակցության մասին, որ ունի սա։ Բարգավաճը ժամանակին այսպես ունեցել է սա։ Ռոբերտ Քոչարյանը մտել է ընտրության մեջ 300 քանի հազար ձայն է հավաքել։ Այս ամենով հանդերձ բայց հələ դեռ կային մտայնությունը, որ որոշ ուժերի հետ խոսում ես, այդ անունները չլինի, ասում ես լավ դու մենակ գնում է իր թշվառ ձայնի, ոնց դա հաղթահարվի, որ հասկանաք, բոլորը իրանց տեղում ուժ են, պետք է այդ ուժերը, այս դեմք, ով ասեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմքը չի աշխատում, բայց այս ուժը որ գնաց, Ռոբերտ Քոչարյանին հարող ուժերն էին, բա ոնց անցավ։ Դրա համար ես քեզ ուրիշ բան եմ ասում, հաշվելով այդ հանգամանքամ Հայաստանում կա այդ հիվանդությունը, մարդը չի մտնում մասնակցում, բայց ասում է եթե ես չեմ, բայց որ ես ունեի կհավաքեի, չգիտեմ, լենքփուրի չափի ձեներ կհավաքեի, ասի կդառնայի, ասի։ Ոնց հաղթահարենք այդ։ Դա հնարավոր չի հաղթահարել։ Այդ մարդկանց մտածողությունը ուրիշ է։ Այդ նրանք քաղաքականության հետ կապ չունեն այդ մարդիկ։ Դա համար ես ինչ եմ առաջարկում։ Դա համար առաջարկում հետեւյալը, որ հաշվելով այդ հանգամանքով այդ մարդիկ էլ կան, բարեբախտաբար Հայաստանում կան նաև մարդիկ, որոնք գիտակցում են, որ իսկապես մեծ կոնսոլիդացիա է պետք, եւ ես համոզված եմ, որ մենք այդ խնդիրը ուղղակի կլուծենք։ Հիմա այդ մարդիկ էլ կմտնեն կամ հայտնվեն իրանց տեղը, իրանք թող իրանք իր ճանապարհը գնան։ Չէ, ամոթի բանը չի ձևավորվել։ Չէ, իրանց կուսակցական շահը։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Իրանց հետ նույնիսկ բան Ադրբեջանը կամ Թուրքիան օկուպացնեն, իրանց տեղը պետք է գտնեն պարլամենտում։ Դա իրանց։ Պարոն Բոզյան, ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Մարդ 7 տարի իշխանություն է կործանել է Արցախը։ Հայաստանը կործանմանից տվել է այդ ամեն ինչը, այսքան մահեր, ցեղասպանություն, ինչի միջով ասես անցել ենք, հələ դեռ այդ մարդու խոսույթը ինչ որ մի տխմար հիվանդ անդիմադիր կարողանում է օգտագործել, ասել չէ, թող հանկարծ բանը չերևա, Ռոբերտ Քոչարյանը չերևա, չգիտեմ ով չերևա։ Շատ լավ հարց ես, հիմա ուզում ես դաժան հարց պատասխան տալ։ Դաժան պատասխան եմ տալիս, թող ժողովուրդն բան չանի։ Ուրեմն Բրիտանիայի առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ 1918 թվականին Բրիտանիայի կայսրության հայտնի հետախույզներից մեկը Նոելը, Գերտրուդա Ռասելը բան շատ, որոնք այն ժամանակ Լոուրենսի մասին գիտես, հիշում ես այդ Լոուրենսի նման տիպի մարդիկ էին, բայց ամենագլխավորը Լոուրենսը չէր այն ժամանակ, այդ Նոելն էր։ Ուրեմն ինքը, երբ որ իրանք միջին արևելքում փորձում էին քաղաքական էլիտաների հետ զրուցել, բացատրել թե ինչ իրանք ոնց են պատկերացնում, թե ոնց կարա Բրիտանիան օգնի իրանց բան, իրանք եկել էին հանդիպել էին քրդական էլիտայի հետ եւ Հայաստանի այն ժամանակվա քաղաքական վերնախավի հետ։ Երկար զրույցներից հետո ինչա գրում Նոելը։ Հիմա ես ասեմ ինչա գրում, ասում է ես երկար զրույցներից հետո քրդական վերնախավի եւ Հայաստանի հայկական քաղաքական վերնախավի հետ հասկացա, որ այդ մարդիկ չունեն պետականության բնազդ եւ պետականության մտածողություն։ Ինչու՞, որովհետեւ ասում է քրդերը երկար ժամանակ ապրել էին ցեղախմբային մտածողությամբ եւ իրանք ցեղային մտածողություն ունեն, իսկ հայերը քանի որ պետականություն երկար ժամանակ չեն ունեցել եւ կողքի ապրել են քրդերի, այդ ձեռք են բերել քրդերի մտածողությունը եւ իրանց մոտ ցեղայինը փոխանցվել է землячество, այսինքն տեղային մտածողություն, բիտլիսցի էր, վանեցի էր, ավելի շուտ քան թե հայեր։ Այսինքն եւ այդ մտածողությունը իրանց մեջ դոմինանտային էր եւ այդ մարդիկ չէին եւ այդ մտածողությունը բերում էր ֆիդայական մտածողություն, իրանք ոչ թե կարողանում էին բանակ սարքեն, ֆիդայական շարժում էին սարքում։ Իրանց համար պարտիզանական մտածողություն կար, ոչ թե պետական մտածողություն։ Իդեպ ասեմ Հովանես Քաջազնունին իր հուշերի մեջ նաև նույն բաներ գրում համեմատ մեր հայերին վրացիների հետ։ Ասում էր, երբ որ առաջի Զակավկազկի սեյմը որ ստեղծվեց, ասում էր, որ այնտեղ դոմինանտային դեր կատարեցին վրացիները։ Ինչու՞։ Որովհետև ասում է ավանդաբար վրացիները ռուսական ցարական ադմինիստրացիայի մեջ ավելի շատ էին ներգրաված աշխատում։ Վրացին որ ծնվում էր, վրացին փորձում էր գնալ պետական կառույցի մեջ աշխատել։ Հայը որ ծնվում էր, իր ծնողները ասում են գնա առևտրական դարձի կամ գնա հոգեվորական դարձի։ Այսինքն հայ մարդը բայց 70 տարի այս մեծ պետությունը մեր մեջ չմտցրեց, սովետական միությունը պետություն չմտցրեց մեր մեջ։ Վրացիները պետականություն կորցրել են համենը 1801 թվականին։ Դե մենք 6 մենք կորցրել ենք մեր պետականությունը 1045 թվականին, եթե Կիլիկյան չհաշված։
Այսինքն մենք 1000 տարի իրականում պետականություն չենք ունեցել, Կիլիկյան չեմ հաշվում ես։ Եթե Կիլիկյան հաշվենք, կլինի 600 տարի։ Հա։ Մենք 1000 տարի իրականում իշխանական տոմեր չենք ունեցել։ Վրացիները ունեցել են իշխանական տոմեր 200 տարի առաջ։ Եվ այդ տարբերությունը մտածողության ֆունդամենտալ կա։ Դրա համար իրանց մոտ ծնվեց Իվանիշվիլի, դրա համար իրանց մոտ ծնվեց Շևարդնաձեն, մեր մոտ չծնվեց այդ Իվանիշվիլին։ Չի ծնվում այդ Իվանիշվիլին։ Դրա պատճառով դա մտածողության խնդիր է։ Մեր ժողովրդի մեջ Հովանես Քաջազնունու ասած ֆիդայական մտածողություն է դրած, պարտիզանական, մենք չունենք պետական բնազդ ունեցող պետական գործիչներ։ Էսա իրականությունը։ Բա 70 տարի, չհասեմ տարի, սովետական միություն այդպիսի հզոր պետությունը մեր մեջ պետական բան չմցրեց։ Ասեմ մցրեց։ Ահագին սովետական միությունը հայ մարդու մեջ պետական ինստինկտը շատ մեծ դեր կատարեց, որ պետականությունը մեծ, որտեղ 100 տարի առաջ հայ մարդը ֆունդամենտալ հակապետական մտածողություն ուներ, խորհրդային միության 70 տարվա մեջ մեր այդ հակապետական ինստինկտը կիսով չափ կոտրվել է։ Միա ռուս գրականությունը, ռուսական գրականությունը, որ մեր մեջ մտած, այդ գրականությունը այդպեսին է պետական, կայսրապաշտական, բան, հենց այդ գրականությունը մենք դրա կրողն ենք, չէ՞։ Մենք լավագույնը ասել է Հրանտ Մաթևոսյանը, փառահեղ հայ մտավորական եւ գրող է, եւ դա եւս բանի ես ուզում եմ ասել, որ իսկապես խորհրդային միությունը, ընդհանրապես ռուսական կայսրության դերը Արամ Խաչատրյանը այդ կայսրության ծնունդ է։ Այո, իհարկե։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Թամանյանը դրա ծնունդն է։ Բայց այն անալով մեր մոտ այդ բանը կա, գենետիկական հակասություն կա։ Մի մասը մարդկանց մի մասի մոտ այդ ինստինկտը կա, պետական, մի մասի մոտ չկա այդ ինստինկտը։ Հիմա դա իրականություն։ Դա համար մեր քաղաքական դաշտը ինքս փորձում է սպասարկել հանրային պատկերացումները։ Դրա համար էլ էս իրավիճակն է։ Հա, բայց դրան հանգիստ տեսեք, դրա համար իրանց մոտ Էլչիբեյը կարացավ կառավարի ընդամենը 7 ամիս։ Գամսախուրդյան կառավարեց ընդամենը 6 ամիս, Գամսախուրդյան, եւ եկավ Շևարդնաձեն, ընդամենը 6 ամիս կառավարեց Գամսախուրդյան։ 7 ամիս էլ թե 8 ամիս կառավարեց Էլչիբեյը։ Մեր մոտ 7 տարի մեր Էլչիբեյի կառավարում է։ Ինչի՞։ Չէ, կներեք, հիմա իրանց Էլչիբեյն է Սաակաշվիլին 10 տարի կառավարեց։ Մի խայտարակություն էլ է ներկայացնում։ Չէ, ես նկատի ունեմ այն, դա տեսեք։ Դենա էլ է քանդողն է քան։ Տեսեք, Գամսախուրդյան որ եկավ, Գամսախուրդյան միանգամից իր գործողության արդյունքում կորցրեց Հարավային Օսիան եւ Աբխազիան։ Դե Սաակաշվիլին որ եկավ, հələ բան չէր կորցրել։ Սաակաշվիլին որ եկավ իշխանությանը չէր կորցրել, ավելին ինքը աջարան գրավեց։ Լավ, հիմա տեսեք, էլի շատ երբեմն պրիմիտիվ բանով են բացատրում, ուզում եմ բաների մեծ հաշվով շատ ավելի լայն լսարանի հասնի ներողություն բառից համար, ավելի պարզ էլի բանով։ Ասենք ասում են, որ թող այս ինչը չէր, պարզ պատասխան կա, չէ, ասում են լավ չի, որ երկրորդը իր դեմքով գա կամ երկրորդը մասնակցի, լավ չի։ Մի հատ թողեք ավարտեմ, էլի պարոն Բոզյան, երկրորդը գալիս է մասնակցում է 300 քանի հազար ձայն է հավաքում եւ երկրորդ տեղում, ճիշտ է։ Ասում են հետո երկրորդին հարող Վարդան Ղուկասյան։ Եկեք ընդունենք, որ Վարդան Ղուկասյան չէր ասում էս իր հետ, բայց ասում էր ո՞նց կարող եմ ես բան ասել երկրորդին։ Երկրորդ նախագահի ժամանակ վերականգնվել է Գյումրին։ Այն ինչ որ կառուցվել է մենակ իր ժամանակ ա եղել, սա է եղել, սա է եղել, սա է եղել, չէր թաքցնում այդ համակրանքը, էլի իր աջակիցը բան այդքան ձայներ է հավաքում։ Հիմա գալիս են երրորդ նախագահին։ Երրորդ նախագահի հարող այդ ուժ ասենք քաղաքապետը հաղթում է Մասիսում, չէ, հաղթում է կարողանում է անցնել Վանաձորում հանրապետականի հաղթում է կարողանում է անցնել, ճիշտ է, Գյումրիում երրորդ տեղը գրավեց, չէ՞, որ իրենց հարել է, իրենց հետ է հաղթում է բանը։ Հիմա ու ես քիչ առաջ էլ ասեցի, ես մարդիկ տիրապետում են ինչի։ Բայց տեսեք, մենք հələ դեռ այդ ընդդիմադիր ուժերին եմ հատկապես ասում են կայացած, չկայացած կամ հիմա նոր ինչ որ եկել են, այս դեբիլների ուղեղում մտցրել է, որ առաջինն ասեք, որ մենք իրանց հետ չենք։ Մենք իրենց հետ չենք։ Ոչ մի բան են, ոչ մի բան իրենցից չեն ներկայացնում, ոչ կառույց ունեն, ոչ ճանապարհ են անցել, ոչ հաղթել են, ոչ ձայներ են ստացել, ոչ մի բան, բայց գալիս է այս հիմարությունը, ոնց դուրս անենք, ասենք հիմա ինչ որ մեկը լրատվամիջոցա բացել, ասում է -4 Չէ, հա, -4, այսինքն մերժում է բոլորին, այսինքն դու ով ես, դու ինչ ես արել, որ դու -4 ես ասում, չկայացած մի հատ ուրիշ ընդդիմադիր է գալիս ասում է, մենք նախկինների հետ է, դու ով ես, դու ինչ ես քեզնից ներկայացնում, գալիս է, ասենք Սամվել Կարապետյան, հզոր դեմք է, հետևից ժողովուրդը գնալու է, այս իր թիմակիցներին ինչ որ PR-շիկներ, ինչ որ անուղեղ, իբր թե ուղեղ ունեցողներ եկել են խորհուրդ են տվել, ասում են, ասենք, մենք իրանց հետ չենք Մենք իրանց հետ կապ չենք ունենա, ո՞նց անենք, որ սրանց ուղեղին հասնի, բոլորը պիտի միասին լինեն։ Ես մի բան ասեմ, էլի կներես, էլի սենց ասեմ։ Հիմա
ինչ որ դու ասում ես, դա դառը իրականություն է։ Այդ իրականությունը չես կարա փոխես։ Չէ, դե աշխատեք այդ ուղղությամբ։ Աշխատել է նայեն, մենք աշխատում ենք, մենք հիմա այս հիմա որ մենք խոսում ենք, դա մենք աշխատում ենք։ Դա իրականում աշխատանք է, բայց դու չես կարա տգետ զանգվածին մի քանի օրում փոխես։ Դա հնարավոր չի։ Տգետ զանգվածը ես խոսում եմ այն մարդկանց մասին, ընդդիմադիր առաջնորդի մասին եմ մեծ խոսում։ մասն են տգետ, հիմա չեմ ասեմ։ Բերտրան Ռասելը գիտես ինչ էր ասում։ Ասում էր որ մարդկության ամենամեծ ողբերգությունը այն ժամանակ ոչ պոպուլիզմն ու կոմունիզմն է, ոչ պատերազմներն են, ոչ է նույնիսկ սով ու աղքատությունը։ Ամենամեծ չարիքը դա տգիտությունն է։ Հա, բայց Լև Տոլստոյը բոլոր մնացած Հա, բայց Լև Տոլստոյն էլ ուրիշ բան էր ասում, ասում էր չանտեսեք, չարհամարեք, տգիտությունը հզոր զենք է։ Բան չունեմ ասել, տգետը ասենց բան չանենք։ Տգիտությունը ամենամեծ չարիքն է, դա համար պետք է անընդհատ ամեն օր ռեժիմը։ Հիմա բարեկամաբար մենք մեր ձևովի անդամներին կարող ենք բարեկամաբար բացատրել, որ ընկերներ ջան, դուք դի բոլորդ միասին լինեք, որովհետև դուք բանով եք խոսում մի այն մարդկանց մասին, ովքեր այս պահի դրությամբ էլ այսքան ձայներ ունեն։ Ասելա ջան, ես հիմա չեմ ուզում մտնել այդ բաների մեջ, որ շարունակեմ, նա շարունակեմ։ Հետո այս մարդիկ այսքան ձայն են հավաքում։ Եվ երկրորդը եւ երրորդի թիմը։ Բայց հիմա չեմ ուզում մտնել այս այդ վեճերի մեջ, ինչ եմ ասում։ Ես վերջ չես բարեկամաբար եմ ասում։ Հա, ասում։ դե հիմա ասես չասես տարբերությունը չի լինելու, ես քեզ բաներ եմ ասում, որ դու պատկերացնես, որտեվ այն կեղծ թևը, որ նախկինները, չգիտեմ, ներկաները, դրանք սա կեղծ թևը, իհարկե, դա պարզ է, բայց դա այդ կեղծ բան թեզը գցեցին ինչու՞ ես Բագրատի բան Սրբազանի շարժման ժամանակ գցեցին, բան արեցին, բան։ Ինքը բոլոր տեղերում աշխատացնում են դա։ Եվ ով մտնում է Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, վերջում տակն է մնում։ Դա փաստ է, բայց ես չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Ստեղ կա խնդիր Սարդարապետի ժամանակ, բայց ճիշտ ասեցիք, մնալու եք դրա տակ։ Իհարկե, դուք մնալու եք դրա տակ, շատ ճիշտ Սարդարապետի ճակատամարտի ժամանակ այն ժամանակ էլ կային կոմունիստներ, դաշնակներ, հնչակներ, հռամկավարներ, բան, բայց այն ժամանակ բոլորը կոնսոլիդացվեցին, որտեղ կար Սարդարապետի խնդիր, կար լինելու չլինելու խնդիր։ Լինել չլինելու խնդիր, նույնիսկ բանը հայերենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային միության ժամանակ Ստալինը նույնիսկ վերակենդանացրեց եկեղեցու հանդեպ դրական վերաբերմունքը։ Բանը կանգնեցրեց ամբողջից ռեպրեսիվ համակարգը, որովհետև ծանր վիճակի ժամանակ մտնել sense ցեղ շպրտելով զբաղվել իրար, մեկը մյուսի վրա կպրտի, մյուսը սրան ասի, սա մեղավոր է, բան, սա կներեք, ես վատագույն ձևով չեմ ուզում ասեմ, որ դրանք այսօրվա իշխանության սպասարկողներ են, թեև ես խորը կասկածներ ունեմ, բայց դա առանձին թեմա է, բայց ես կարող եմ ասեմ, որ դրանք առնվազն մեծ բացասական դեր են կատարում Հայաստանի ասենք նայում ես հաստավից ասելու եմ պարոն անուններ չեմ տա նայում ես հաստավից մի հատ պարազիտ որը վայն իրանից 2 մետր առաջ 40 տարեկան մի հատ հայվան իբր ընդդիմությունա կամ էսի ինչա իբր լրատվական ունի կամ մի հատ 30 քանի տարեկան սկի բան չի ստեղծել իր կյանքում ինչ որ հանգամանքի բերումով ինչ որ ընտանիքում ածնվել դատողություններ անում ձեր տարիքին այդ ջան երկրորդ նախագահը արդեն դե Արցախ էր ազատագրել Ձեր տարիքում 30 տարեկան տղաներին 30 քանի տարեկան պատերազմի միջով ռումբերի տակով հիմա իրանք եկել են, չէ, այդ մարդիկ էլ Նիկոլի այսքան տերորի տակ 300 քանի հազար ձայն են հավաքում։ Այսինքն այդ մարդկանց հետ գործ դուք ով եք։ Լավ, հիմա իմ կողմ թողնենք Անժելա ջան։ Հիմա մի խոսքով իրանց հասկացնել, որ սխալ ճանապարհով են գնում եւ դա Նիկոլիի ջրաղացի նշանակում է ջուր լցնել։ Դե մենք Անդրանիկ Թևանյանը հատես որ ջրային հրադադար կանգնացնենք, ստոպ տանք այդ process-ները, ամոթ է այդ վերջը, այս երկիրը կանգնել, լինել չնելու խնդիրը կանգնած։ Ես էլ քան անգամ եմ, բայց հիմա դա ինչքան ասում ես անիմաստ է։ Շատ լավ, անցնենք երկրորդ թեմային, հետ վերցրեցին, խլեցին Սամվել Կարապետյանից, թվում էր թե իր նպատակն է բանը խլել, ես այսօր էլ եմ ասել ու նորից դրա մասին Սերժ Սարգսյանն էլ խոսել, որ իրենք են դիմել, խնդրել են, որ Սամվել Կարապետյանը վերցնի հեծը, որովհետև աղետալի վիճակում է եղել հեծը եւ ինքը 360 թե 380 ճշգրիտ չգիտեմ միլիոն դոլար իր անձնական միջոցներով ներդրում է արել, որպեսզի այդ աղետալի վիճակում չլինի եւ մենք որ այս ամեն ինչը ունենք, դա միայն իր ներդրումների շնորհիվ է, իդեպ այդ գումարը վաստակել է որտեղ դրսում, չէ՞, այդ գումարը բերել է հայրենիք։ Հիմա Նիկոլը խլեց իրենից դրա հետևանքները։ Տեսեք, դրա հետևանքները շատ բացասական դեր է կատարել, որովհետև փաստացի դրսի բոլոր ներդրողները հասկանալու են, որ եթե դու ներդրում ես անելու, բայց այդ ներդրման արդյունքում ինչ պատճառներով դու կարող ապտայի Փաշինյանի դուրը չգա, ցանկացած պահի կարող ազգայնացնեն քո կապիտալը։ Սա, տեսեք, ես մի բան ասեմ, որ դուք պատկերացնեք։
Այսօր այս լարված իրավիճակում, երբ որ Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ լարված իրավիճակ կա, երբ որ ամբողջ Արևմուտքը մանրագալից թե որտեղից փող հայթայթի որ Ուկրաինային տա, իրանք ռիսկ չեն անում այն սառեցված ռուսական ակտիվները որ կան Արևմուտքում, ռիսկ չեն անում դրա հաշվին ուկրաինացիներին աջակցել։ Ռիսկ չեն անում, պատկերացնում եք, չէ, այս պայմաններում։ Բելգիա, Բրյուսել, Հիմա տեսեք, մեր վրա։ Փաշինյանը, փաստացի ինքան Միքայել, որը հակահայկական, հակապետական քայլ է, հակապետական բառից բուն իմաստով, վնաս է տալի Հայաստանին, եւ ըստ էության ամեն ինչ անում է կազմաքանդում է, որպեսզի Հայաստանում լուրջ մագարտակի երբևիցե այս քայլից հետո լուրջ ներդրում Հայաստանում չի գա, դա միանշանակ եմ ասում։ Հիմա հարց, իսկ ում է հանձնելու այդ կառավարումը հեծի։ Մամուլում գրեցին Թուրքիային, թուրքերին։ Գիտեք ինչ, ոչ մի հեղինակավոր ընկերություն իր վրա այդ եթե հեղինակավոր է, ինքը երբևիցե չի վերցնի այդ պիտի անպատվաբեր գործ։ Միակ տարբերակը որ կարա այդ կեղտոտ գործը վերցնի, դա կլինի Թուրքիան, այնալ քաղաքական նպատակահարմարությամբ քողարկված ինչ որ մի հատ, չգիտեմ, ինչ որ կղզիներում գրանցված ինչ որ մի հատ ֆիրմա կգրանցեն, անունը կդնեն, մի հատ անուն կդնեն, որ անգլո-ամերիկյան անուն լինի, բայց իրականում դա կլինի թուրքական, եւ այդ ֆիրմային կարան տան, որը տրամաբանական է եւ շատ հոգեարազատ կլինի Փաշինյանի, այսպես ասած, իշխանության համար, որը հասկանալի է, բայց դա տևելու ընդամենը մինչև 26 թվականի հունիս ամիսը, որտեղ հունիսից հետո արդեն ամեն ինչ շրջվելու է հետ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ ակտիվորեն մասնակցում են այդ process-ի մեջ, հետագայում պատասխանատվության են ենթարկվելու։ Շատ լավ։ Մեծ սկանդալ է հասունանում հիմա կոռուպցիոն սկանդալի մասին է խոսքը, ես հետևում եմ միջազգային մամուլը եւ գրեթե ամեն օր, այսպես ոնց որ չգիտեմ դա պատվիրված է, դա արդեն ուղենիշ է, ինչ է, չգիտեմ, կոնկրետ այդ գծի վրա են իրենք, ամեն օր խոշոր բացահայտումներ, թե ինչ կոռուպցիոն ռիսկերի տակ է Զելենսկին, իր թիմը, երեք էլ գրեցին, որ նախկին պաշտպանության նախկին նախարարը իբրև թե գնացել է, որ անվտանգության գծով հիմա խորհրդական էր, գնացել է Թուրքիա, այդտեղից հայտարարել է, որ չեն վերադառնալու, էլի այդպես կոռուպցիոն ու բազմաթիվ այսպիսի կոռուպցիոն սկանդալներ, մեծ չարաշահումներ ու հափշտակումներ, հիմա Եվրոպան մեր սիրելի արևմուտքը սկսել է բաց խոսել դրա մասին, ինչու։ Եվ ինչ հետևանքներ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Հիմա մեր ժողովրդին բացատրեմ ինչ է կատարվում։ Ոչ թե հասնանում արդեն պայթել է, արդեն հասունացել փուչիկը պայթել է։ Պարզվել է, որ ամառվանից ընդամենը 6 ամսվա ընթացքում Ուկրաինայի էներգետիկ ոլորտից հափշտակվել է մոտ $100 միլիոն։ Այդ $100 միլիոն հափշտակվել է մի խումբ հանցագործների կողմից, որից գլխավորը Զելենսկի ամենամոտիկ ընկերն է, իր, այսպես ասած, կասիրն է, դա Տիմուր Մենդիշն է, որը փաստացի, այսպես ասած, գլխավորել է այդ մաֆիոզ շրջանակը։ Դա շատ հետաքրքիր սկանդալ է, ամենահետաքրքիրը, որ այդ բանի մեջ, այդ մաֆիոզ, այդ հափշտակության մեջ ներգրաված են մի շարք պաշտոնատար գործիչներ, այդ թվում նաև իրենց էներգետիկայի նախկին նախարարը, այսօրվա բանի այդ արդարության նախարարը եւ էլի մի քանի գործիչներ եւ որ ամենակարևորը ամենահետաքրքիրը կայանում է դրա մեջ որ բոլորը սպասում են եւ հասկանան թե Զելենսկի անուն ազգանունը այդ ձայնագրությունների մեջ որ բացահայտվել է լինելու է թե չի լինելու եւ արդեն ամեն օր հասունանում է այդ սկանդալը մեծանում է այդ սկանդալի թիվը ուրեմն եւ արդեն երևացել է իր աշխատակազմի ղեկավար Երմակի անունը, որը արդեն սենսացիա է։ Ուրեմն տեսեք շատ հետաքրքիր է իր աշխատակազմի ղեկավարի, այսպես ասած, անուն ազգանունի մականունը այնտեղ գրած էր Ալիբաբա, այսինքն այդ մաֆիան ամենին անուններ էին դրել։ Մեծ հաշվով այդ իրենց գլխավոր պարագլուխը դա Տիմուր Մենդիշն էր, որի անունը Կարլսոն էր, իսկ Զելենսկի այդ աշխատակազմի ղեկավարի անունը դրել էին պայմանական Ալիբաբա, որպեսզի դուք հասկանաք թե ով է այդ Մենդիշը, ինքը Զելենսկի այդ կվարտալ 95-ի համահիմնադիրն է։ Այսինքն կվարտալ 95-ը դա Զելենսկի պրոդյուսերն է, բանն է, հետո արդեն բոլոր գործերի իր կվարտալ 95-ը դա իրենց այսպես ասած, հա, բայց այդ Մենդիչը որտեղից է եկել։ Մենդիչը եղել է հայտնի օլիգարխ Կալամոյսկու Իմիջիայինք ինքն է բանարել, այո, ինքն է կապել իրենց իրար հետ։ Մարտն է եղել, երբ որ Կալամոյսկուն որոշեց, որ մտցնել խաղի մեջ մտցնի բանին Զելենսկին մտցրեց եւ այսպես ասած որպես բան միջնորդ դրեց Մենդիչին։
իր աճ ձեռքին դրեց Մեդիչին, իր այսպես ասած ֆինանսական ձեռքին դրեց Մեդիչին, որպեսզի ինքը ներդրում անելով կվարտալի 95-ի մեջ նաև սպասարկի ֆինանսավորի իր ամբողջ նախընտրական արշավը, այսինքն Կոլոմոյսկի, Մեդիչ եւ Զելենսկի այդ երյակը դա որպեսզի պատկերացնեք թե ինչ աստիճանի են մոտիկ եղել իրենք, Զելենսկին իր ծնունդները նշում էր Մեդիչի տանը։ Իրենք այդ Զելենսկի բնակարանը եւ Զելենսկի բնակարանը նույն շենքի մեջ են։ Հիմա ես բացատրեմ թե ինչի է բացահայտվել հիմա։ Որովհետեւ սիտուացիան շատ հետաքրքիր իրավիճակ է, ինչ է բացահայտվել։ Դա շատ խորը պատճառներ ունի, որպեսզի մենք հասկանանք թե ինչ է լինելու Հայաստանում։ Տեսեք, ուրեմն ով է բացահայտել, հարգելի ժողովուրդ։ Բացահայտել է իրանց հակակոռուպցիոն կոմիտեն, այնտեղ կա երկու կառույց, գլխավորը ՆԱԲՈՒ կոչված կառույցն է, որը հակակոռուպցիոն համակարգ է, որը ենթարկվում է ոչ թե Ուկրաինայի իշխանությանը, այլ փաստացի ղեկավարվում է ամերիկյան ՖԲՌ-ի կողմից։ Ամերիկացիներն են կառավարում այդ կառույցը։ Այսինքն ամերիկացիները պայմանավորվել են ուկրաինացիների հետ, որ քանի որ մենք ձեզ տալիս ենք մեծ ֆինանսական օգնություններ, որպեսզի այդ օգնությունները չթալանվեն, որպեսզի մենք երաշխիք ունենանք, որ դուք չեք կոռուպցիայի մեջ դատախվելու դրա մեջ, մենք պետքա վերահսկենք մեր փողերը, քանի որ առողջի բաժինը ամերիկացիներն են տալիս, իրանք հատուկ ստեղծել են այդպիսի կառույց, որպեսզի այդ կառույցը վերահսկեր նաև Զելենսկիին, ժամանակին Պորոշենկոին, այսինքն ուկրաինական իշխանությունը այսօրվա դրությամբ վերահսկվում է ամերիկացիների կողմից այդ ՆԱԲՈ-ի միջոցով։ ՆԱԲՈ-ն բոլորի վրա գործեր ունի, բոլորի վրա կոմպրոմատներ ունի, այդ կոմպրոմատներով ինքը աշխատում է։ Եվ շատ հետաքրքիր դետալ ասեմ, հարգելի ժողովուրդ, 6 ամսվա ընթացքում Ուկրաինայի էներգո համակարգում բացահայտվել է $100 միլիոն թալան, տեսեք, $100 միլիոն, բայց հասկանում եք, չէ՞, որ ուկրաինական այդ պորտֆելի մեջ ամենամեծ հարուցի բաժինը դա զենքի ստանալու խնդիրն է, այսինքն զենքը միլիարդավոր դոլարներ են ստացել եւ այդ պորտֆելը դեռ չի բացվեց։ Իրանք մենակ էներգո ոլորտն են բացել։ Եվ ընդամենը 6 ամսվա մասին է խոսքը, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք եւ մամուլում գրվեց, որ ՆԱԲՈ-ն սկսել է լսել եւ հետեւել Զելենսկին արդեն 2021 թվականից, այսինքն 2021 թվականից այդ կառույցը Զելենսկիի վրա հավաքում էր կոմպրոմատ ինֆորմացիա էր հավաքում եւ այս կոռուպցիոն բանը բացվել է ընդամենը 6 ամսվա կտրվածքով։ Ոչ թե 21 այսինքն դեռ առաջիկա մինչև եկականացնել։ Այսինքն 6 ամսվա մեջ ուկրաինացիները թալանել են ընդամենը ուկրաինական էներգո ոլորտում $100 միլիոն։ Անդր Մեդիչը որպեսի կարողանա ճողոպրի, իրեն թույլ տվեցին, որ ինքը հեռանա Իսրայել, ինքը հրեա էր ծագումով դրա համար։ Ինքը ուներ նաև իսրայելական քաղաքացի, դե ասեմ Զելենսկին էլ էր հրեա, Կոլոմոյսկին էլ էր հրեա, եւ հրեա եղբայրները։ Հա, հիմա տեսեք, Կոլոմոյսկում երբ որ դատարանի ժամանակ հարցում են ասում են, հա, ինչի կանոնավորեցին, բանացին, ձերբակալեցին Կոլոմոյսկին 2023 թվականին, որովհետեւ երբ որ Կոլոմոյսկին Զելենսկիին բերեց իշխանության, իսկ այդ իշխանության բերելը դա կոորդինացված process էր ամերիկացիների կողմից։ Ամերիկացիներին շահավետ, որտեվ Կոլոմոյսկին քանի որ օլիգարխ էր եւ թալանչի օլիգարխ էր, դա բնականաբար շահավետ չէր ամերիկացիներին, որտեվ ամերիկացիներին ասում էին, որ եթե մենք թույլ տանք, որ Կոլոմոյսկին կառավարի Ուկրաինան, ապա մեր բանի այդ օգնության առողջի բաժինի 50%-ը Կոլոմոյսկին փոքր կթալանի, պատկերացնում եք, ուրեմն եվրոպացիները տվել են պաշտոնական հաստատված բաներով մոտ $200 միլիարդ օգնություն, իսկ ամերիկացիները Տրամպը հայտարարում է $350 միլիարդ մասին, Զելենսկին հաստատում է մինչև $170 միլիարդ։ Հիմա ձևակերպենք ամենափոքր թիվը $370 միլիարդ, այս 2022 թվականից Ուկրաինան ստացել է $350 միլիարդ։ Հասկանում եք, չէ՞, որ այդ $350 միլիարդ հայտնվել Կոլոմոյսկու ազդեցության տակ, այդ փողից կեսը կուտվեր։ Հիմա տեսեք, որպեսի դա չլիներ, որտեղ Կոլոմոյսկին դա բնական եւ բաց, այդպես ասած, հանցագործ է, բոլորը գիտեն դրա մասին։ Ամերիկացիները ահանջեցին, որպեսի Կոլոմոյսկին խաղից դուրս հանեն եւ 23 թվականին այդ ՆԱԲՕ-ի օգնությամբ Կոլոմոյսկին ձերբակալեցին։ Հիմա Կոլոմոյսկին ձերբակալված վիճակի մեջ է, բայց Կոլոմոյսկում ես վերջերս որ հարցեցին, ասեցին դուք Մեդիչին լավ ճանաչում եք, ինչ կասեք ինքնա ձեր այսօրվա մաֆիայի պարագլուխը, ինքը քնտիծաղ տվեց, ասաց որ ես Մեդիչին շատ լավ ճանաչում եմ, ինքը 6 նոց է մեր համակարգի մեջ, ինքը իսկապես Կարլսոնն է, գտեք գլխավոր բանի, իսկ գլխավոր բանը գիտեք ում մասին է խոսքը եւ արտադրել Զելենսկին, իհարկե։
Ինչու՞ իմ արևմուտքը որոշեց այդ նես չի էլի որ այսօր ապարզ դարձել։ Հիմա ասեմ, կարճ խնդրում եմ։ Շատ կարճ։ Ինչի հիմա որոշեցին այդ բացել։ Այդ բացեց Ամերիկան։ Դա բացեց ավելի կոնկրետ Տրամպը։ Ինչու՞։ Որտեվ Տրամպը, որ հաղթեց անցյալ տարի, եկավ խոստում տվեց, ասեց որ հարգելի ամերիկացի, ես գալու եմ, պատերազմը կանգնացնելու եմ եւ այլ զենք չեմ տալու, ջրի փող չեմ տալու ուկրաինացիներին։ Համաձայն ես սրա, փաստա։ Ինքը չկարողացավ կանգնացնել պատերազմը։ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում պայեց, Զելենսկին կոշտ դիրքորոշում պայեց։ Ինքը ինչ է անում։ Ինքը որպեսի կարողանա կանգնացնել, փորձում է ճնշել եւ Ռուսաստանի վրա եւ Ուկրաինայի վրա։ Ոնց է ճնշում Ռուսաստանի վրա։ Ինքը փորձում է սանկցիաներ կիրառել Ռուսաստան նավթի, գազի վրա բոլոր տեսակի սանկցիաներ կիրառել, որ Ռուսաստանը կարողանա հետ կանգնի։ Զելենսկիի վրա որպեսի կարողանա կանգնացնել։ Ինքը որոշել է բացահայտել Զելենսկիի հանդալանի մի փոքր մասը։ Ինքը էդի, տեսեք, երբ է բացվել այս տարվա ամռանը, այն ժամանակ, երբ որ Անկորիջում Տրամպը հանդիպեց Պուտինի հետ։ Պուտին-Տրամփ հանդիպման ժամանակ, որպեսի Զելենսկին դառնա, այսպես ասած, ավելի զգավոր չվի, ամերիկացիները բացահայտեցին փոքրիկ մի հատ մաս Զելենսկիի մասով, բայց Զելենսկին ռեակցիա չտվեց, ակնարկեցին, որ տղա ջան, դու պետք է գնաս կոմպրոմիսի։ Զելենսկին մերժեց այդ կոմպրոմիսը։ Իբրև որ Զելենսկին էր որոշում, որ մի հատ պետք է ասեին կոմպրոմիսի։ Որ վարկանին ուզեին, դա Զելենսկու վրա կար։ Ուրիշ բան, որ սա բանը Եվրոպայի վրա։ Տեսեք, եթե Զելենսկին, տեսեք, նայեք, տեսեք, եթե Զելենսկին, եթե հիմա բացահայտեմ, որ Զելենսկին պրամոյ թալանչի է, էլ ոչ մեկին այդ չի բանակցին, ան պետք է արդեն հեռացնեն, համաձայն ես։ Հիմա ամերիկացիները բացահայտում են, ասում են Զելենսկի, մենք գիտենք, որ դու թալանչի ես, մենք բացել ենք արդեն, այսքան ենք բացել, ընդամենը 100 միլիոն ենք բացել, ընդամենը էներգիա ոլորտում։ Կապը Եվ արդեն Ալիբաբայի անունն ենք տալիս, Ալիբաբայի անունը դա Երմակն է։ Հաջորդը կլինես դու։ Հիմա արդյունքը ինչ եղավ, հենց այսօրվա դրությամբ, ես ինֆորմացիա եմ ասում, Զելենսկին թռել է Թուրքիա բանակցելու եւ ինքը հայտարարել է, որ գնում եմ Թուրքիա, որպեսզի կարողանան վերցնեն բանակցությունները Ռուսաստանի հետ։ Այսինքն Զելենսկին ճիշտ է հասկացել Տրամպի մեսեջը, ճիշտ է հասկացել, ինքը հասկանում է, որ Տրամպը իրան պատին է դեմ տվել, ասում է, եթե դու հիմա չհամաձայնվես ռուսական պայմանների հետ, ես կբացեմ, որ դու թալանչես, քեզ կգնդակահարեն մարդիկ, որտեղ 1,700,000 ուկրաինացի է զոհվել, Ուկրաինան ոչնչացվել է, Ուկրաինան ոչ մի շանս չունի այլևս վերականգնանալու մոտակա 20 տարվա ժամանակահատվածում, այդ ժողովուրդը մեծ տրագեդիայի մեջ է հայտնվել, 10 միլիոն ուկրաինացի արդեն դրսում է ապրում, 10 միլիոն ուկրաինացի։ Իսկ Եվրոպայի աջակցությունը Մակրոնի։ Հիմա նայեք, ու եվրոպացիները շոկի մեջ են, դա նաև հարված էր նաև եվրոպացիներին, որտեղ եվրոպացիները ստավկա են դրել Զելենսկու վրա, եթե հիմա պարզվում որ Զելենսկին թալանչի է, հիմա պատրաստվում են նորից նշանակի որ ամբողջ եվրոպական էլիտան կամ սպասարկել է թալանչիին, կամ իր այդ փայ ունեցել որ սպասարկել է։ Համաձայն ես սրա հետ, երկու տարբերակ կա, չէ՞։ Հիմա եվրոպական ամբողջ էլիտան հայտնվել է ծանր վիճակի մեջ, որտեղ ինքը գիտի, որ այդ բացահայտումը Տրամպի կողմից է։ Տրամպը նաև հարվածում է այդ էլիտայի վրա։ Իմիջիայլոց Եվրոպայի եւ ազգային եւ աչակոմա բոլոր այդ ուժերը բավականին զգուշավոր են Ուկրաինայի հարցում, ինչքան որ քննադատում են, այն ամենը ասում են, չէ, Ռուսաստանը շատ քիչ բացառությամբ առաջնորդներ են մնացել կամ նախկին առաջնորդներ, որ պաշտպանում են այս կամ այն կերպ կամ գոնե բան լուրջ չեն քննադատում, բայց հետաքրքիր է որ 3 այլևս ոչ մի եվրո, ոչ էլ զենք Ուկրաինային։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորինա Ֆիլիպոն քննադատել է Մակրոնին եւ Զելենսկու հանդիպումը այն անվանելով խայտարակություն եւ անպարկեշտ տեսարան։ Եկեք կտոնենք, որ անգամ ազգային ուժերը միջև այս պահը Ֆրանսիայում այսպիսի հայտարարություններ, այսպես կատեգորիկ հայտարարություններ, միշտ տենց է եղել, միշտ էլ Լեպենը այսպիսի հայտարարություններ չի արել, Լեպենը ասում էր, այո, Ռուսաստանը այսպես է, մենք պիտի պաշտպանենք։ Տեսեք, աջակողմյան ուժերը միշտ նշում էին, որ պետք է մենք նպաստենք, ստիպենք, որպեսզի Զելենսկին գնա կոմպրոմիսի։ Բայց այսօրվա վերնախավը մերժում էր դա։ Դա միշտ տենց է եղել։ Այսօրվա հիմա Տրամպի այս քայլը, որտեղ Նաբուի քայլը դա Տրամպն է, ես ասեմ դες ուզում եմ բոլորը իմանան, որ սա Տրամպի կողմից դեմարշ էր, ցույց տալու Զելենսկին, որ ու տեսեք, ինչա Զելենսկին գնում Թուրքիա։ Հիմա Զելենսկին կարճել է փրփուրներից կախվում է Էրդողանի փրփուրներից է կախվում, ինչու՞։ Որտեղ ինքը շատ լավ գիտի, որ եվրոպացիները չեն կարա Իրան կոմպրոմիսի գան բան Տրամպի հետ։ Համաձայն ես սրա հետ դու։ Ինքը Հունգարիայի եւ Սլովակիայի ղեկավարները արդեն փչացրել է իր հարաբերությունները։ Միակ երկիրը,
որը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի եւ Տրամպի հետ, դա Էրդողանն է։ Ինքը դրա համար եկել է հիմա Էրդողանի մոտ, Էրդողանը դարձել է Զելենսկիի հոգևոր հայրը։ Հույս ունենալը, որ Էրդողանը մեր հոպլոյի նման։ Հա, հիմա մեր հայինքը փաստացի հայտնվել է ծանր վիճակի մեջ եւ կոպիտ ասած հիմա Զելենսկի առաջ կանգնած է երկընտրանք։ Կամ դու պետքա գնաս նվաստակի պայմանագրական քեզ կամ կբացահայտի որ դու թալանք ես։ Ինչ կապ Նիկոլի հետ։ Հիմա տեսեք, նույն համակարգը Հայաստանում ձևավորվում, բոլորը գիտեն։ Հայաստանում բոլոր նախարարների մի փոխնախարար կոորդինացվում Միացյալ Նահանգների կողմից, բոլոր։ Հա, տենց է, դա բոլորը գիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանի որ ձևավորված է, այդ մարդիկ, որոնք Այսինքն բոլոր մի տեղակալ առնվազն Ամերիկային Միացյալ Նահանգ։ Այո, նույնիսկ արդեն հայտադրված, որ արդեն նախարարների մակարդակ բարձրացվի դա։ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ձևի, ասեն, որ այդ մարդիկ, որոնք հիմա ամերիկացիների կողմից աջակցվում են, դրանք բավականին նորմալ մարդիկ են, պարկեշտ մարդիկ են, մաքուր մարդիկ են, համեմատած մյուս շրջանակների հետ, որտեղ ամերիկացիները իրանց լավ են պահում, ասում են դուք պետքա նենց անեք, որ իրանք ինչով են զբաղված, փորձում են մաքսիմալ էֆեկտիվ բարեփոխումներ անցկացնել, դրական բանն եմ ասում, ինչպես որ նաև ՆԱԲՈ-ն էր դրական փորձում աշխատացնել, որպեսզի մինիմիզացնել կոռուպցիան Ուկրաինայում։ Դա դրական բացական կողմն եմ ասում, դրականն է, որ այդ մարդիկ Հայաստանում էլ Ուկրաինայում էլ փորձում են դրական ռեֆորմներ անցկացնել, իսկ բացական իրանք հավաքում են նաև կոմպրոմատներ եւ Զելենսկիի վրա եւ Փաշինյանի վրա։ Հիմա Փաշինյանի վրա կոմպրոմատներ հավաքված կա արդեն։ Եվ Փաշինյանը խիստ ինքը այդ վտանգը տեսնում է Զելենսկիի այն ինչ որ հիմա տեսնում է Զելենսկիից ինչ որ կատարվում է, ինքը շատ լավ գիտի որ վաղը կարող է իր հետ կատարվի, եթե հանգարց ինքը ինչ որ մի հատ սխալ բան կատարի, որը դուրս չգա ամերիկացիներին։ Բայց այստեղ լրիվ տարբեր բաներ են։ Այնտեղ Թրամփը կոնկրետ ուզում է այստեղ կանգնացնել, էսանել։ Իսկ այստեղ Թրամփը կոնկրետ ուզում է որ Հայաստանը չլինի։ Թուրքիան ամբողջ Հայաստանը վերցնի, բացարձակ պետք չի։ Հիմա տեսեք, ճիշտ եք ասում, այնտեղ Տրամպի շահեկան մեն բանը որ Զելենսկին ցանկացած գնով գնա կոմպրոմիսի, ստեղ ինչա ամերիկացիները sense են ասում, ասում են հետեւյալը, արդեն Զելենսկին արդեն ոչ միայն Թուրքիայի գրպանում է գտնվում, արդեն ամերիկացիներ գրպանում էլ է գտնվում ինքը մեծ աշխով։ Թուրքիայի գրպանում գտնվում է խաղաղության պատերազմի մասով, ամերիկացիները գրպանում է գտնվում կոռուպցիայի թալանի մասով, որտեղ Ո՞ւմ ասենք ասում Նիկոլի թե Զելենսկի։ Նիկոլ ասեցիք Զելենսկի։ Որտեղ նույնը Զելենսկին է, նու Զելենսկին Թուրքիայի գրպանը չի գտնվում, Զելենսկին ավելի շուտ ամերիկացիներ։ Նիկոլը ամբողջությամբ գտնվում է դրանից գրպանում։ Հա, հիմա տեսեք։ Այդ խավորն էլ Թրամփն էլ ընդամենը այդ բանը անում, էլի այդ գրպանը կարում է որ իստեղ չգնա Նիկոլը։ Այսքան բան Հայաստանում էլ որ կա Ինչ։ այդ մաֆիոզ խմբավորումը, որ մեծ կոռուպցիոն գործերով զբաղված, ես կարող եմ կռայեմ ասեմ թե ով է մեր Ալիբաբան եւ ով է մեր Կարլսոնը։ Ես վախենամ Թրամփը դրա ոչ ցանկություն ունենա, ոչ էլ շահագրգիռ լինի, այդ բաց այդ Թրամփը զբաղված է, այդ գրպանը որտեղ գցել են կարում է։ Որ հանկարծ այդ գրպանից դուրս չգնաց, որտեղ գիտի այդ գրպանից գնաց Ռուսաստանը իրան բացարձակ պետք չի։ Անժելա ջան, ես մի բան ասեմ։ Հաշով կյանքը ցույց տվեց եւ իրա։ Երբեք մի ասա երբեք, բայց ես մի բայց եմ ուզում ասեմ, որ ի վերջո Հայաստանում այս խնդիրներով պետքա շատ ակտիվ զբաղվի մեր քաղաքական ընդդիմությունը։ Այո, մեր ընդդիմությունը պետքա զբաղվի այդ գործով, շատ ֆունդամենտալ, որովհետեւ Թե Թրամփի վրա որ հույս դնենք, ես մի օր կգա կասի, բաժե Հայաստանը իմնա ու իմնա։ Հույս դնել պետք չի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Այն որ Հայաստանի այս մաֆիոզ խմբավորումներ ունի իր Կարլսոնը, ունի իր Ալիբաբան, մենք կարող ենք կռայենք թե ով է Կարլսոնը, մենք կարող ենք կռայենք թե ով է Ալիբաբան Հայաստանի։ Կարող է իրանց անունները ուրիշ ունեն, բայց նույն ոլորտն է։ Եվ ըստ էության Զելենսկին Փաշինյանից գրեթե ոչինչով չի տարբերում իր մտածողությամբ, բովանդակությամբ, պատկերացումներով, նույն մարդիկ են իրանք, նույն մարդիկ, ոչ մի տարբերություն չկա։ Ոնց որ Զելենսկիի համար ինքը 1.700.000 մարդ կարա ոչնչացնի, այս մարդը իր համար ասենք այն երեխաները որ գնացին զոհվեցին 4000 երեխան որ գնաց, դա ինչ է իր համար ասենք բանա, թուղթ է, ջուր է, բանա քարը ոչ մի բան չի հասկանում ես ուզում եմ ասեմ որ մենք Հայաստանի քաղաքական ընդդիմությունը պետք է նույնպես կարողանա բացահայտումները ով զբաղվի ոչ միայն ամերիկացիները որոնք նորմալ է որ զբաղվում են բայց իրանք զբաղվում են որպեսզի կոմպրոմատների հատետներ հավաքեն որպեսզի կարողանան ղեկավարեն այս մարդուն եւ մենք պետք է այդ խնդիրը որպեսզի մենք կարողանանք ցույց տանք մեր հասարակության ինչա եւ միաժամանակ մտածենք որ ապագայում մենք այնց համակարգ սարքենք որ մենք կարողանանք զերծ պայենք պետական համակարգը կոռուպցիա դա շատ կարևոր խնդիր է։ Իդեպ դրա մասին խոսում ենք Զելենսկուի եւ
Ուիտքոթի Ստամբուլյան հանդիպումը տեղի կունենա առանց Ռուսաստանի մասնակցությամբ, հայտարարել է Պեսկովը։ Մենք կսպասենք եւ կտեսնենք, թե ինչ կքննարկվի Ստամբուլում, ասել է նախագահի մամուլի քարտուղարը, բայց հետո ՌԴ նախագահը բաց է, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտքոֆին եւ Թուրքիայի ներկայացուցիչի հետ քննարկումների համար, եթե նրանք ցանկանան Մոսկվային տեղեկացնել Վլադիմիր Զելենսկու հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին նշել է։ Ասեմ ինչա Ուիտկոֆի հետ հանդիպումը միջա Ստամբուլում, որովհետև տեսեք Զելենսկին համաձայն է, որ այս սկանդալի հետ կապված, քանի որ Իրան Տրամպը պատինա դեմտով ասել է ես հիմա կբացվեմ, որ դու թալանչի ես, չէ՞, որպեսզի չբացվի, ինքը պետք է գնա կոմպրոմիսի, չէ՞։ Բայց որ կոմպրոմիսի գնա չի կարող Մերցի հետ հանդիպի կամ Մակրոնի հետ հանդիպի, որովհետև իրանք այն դաշտից են։ Հիմա Մերցն ու Մակրոնը պետք է մտածեն իրանց ապագայի մասին, որովհետև վաղը ֆրանսիացիները կարող են մեղադրեն, հիշում եք Սարկոզին ինչի նստացրեցին բանտ։ Սարկոզին մեղադրեցին, որովհետև ինքը նախընտրական իր արշավը օգտագործել է Քադաֆի փողերը։ Համաձայն եք սրա հետ։ Իսկ ինչ երաշխիք ունի օրինակ Բայդենը, որ հանկարծ մի օր չբացահայտվի, որ այն փողերը, որ ամերիկացիները տալիս էին իրան, Զելենսկին, մի մասը չի գնացել հետ Միացյալ Նահանգները Բայդենի նախընտրական արշավի համար, կամ Մակրոնի նախընտրական արշավի համար, կամ Մերցի նախընտրական արշավի համար։ Դա վաղ միսօրը կարող բացահայտվի, հասկանում եք։ Դա մեծ սկանդալ է եւ Տրամպի գրպանում են հայտնել Սարկոզիի պատմությունը այո Ձեզ օրինակը Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ ՀՀ կառավարության գործողությունները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կհապատասխանեն Հայաստանի սահմանադրությանը, հայտարարել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ստեվեն Դաութին։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի եւ համոզմունքի ազատության իրավունքի խթանման եւ պաշտպանության։ Սա գիտեք մոտավորապես ինչ է, որ Աննա Հակոբյանի, չգիտեմ, զուգընկերը կողակից է ամուսինը Նիկոլ Փաշինյանը տանում ձերբակալում է Սամվել Կարապետյան, հետո Աննա Հակոբյանը հայտարարում է, որ է զորակցություն։ Տեսեք, Բան է, Սամվել Կարապետյանի կնոջ, այս Մեծ Բրիտանիայի խավորությամբ Թուրքիայի կարող է Ադրբեջանն ու Թուրքիան բանի խավորությամբ Նիկոլի իրանց հրամանով չի, դուք եք ամբողջ օրը ասում, որ ինքն ասել է Նիկոլն էլ հարձակվել է։ Իբր թե Մեծ Բրիտանիան էլ հիմա պետք է ասի, մենք էլ ասենք, այս ինչ հումանիստ եւ օրենքով երկիր են, ինչ են հայտարարում։ Տեսեք, բանը Թուրքիան ու Ադրբեջանը մի կողմ թողնենք, բայց այն ինչ որ հիմա կատարում է Նիկոլ Փաշինյանը կոնկրետ եկեղեցու հետ կապված, զուտ արժեքային համակարգի տեսակետից ֆունդամենտալ հակասում է այն ալիքին, որի վրա եկել է Տրամպի իշխանությունը։ Բա թող խոսի, հենց ես դրա համար էի պաշտպանում Տրամպին, բա հիմա ավիրում են հատ կապիկություն արեցին, իբր թե բանը Խակեր Կարլսոնը, բայց Խակեր Կարլսոնն էլ է Տրամպից դժգոհ առհասարակ։ Ես համաձայն եմ, տեսեք, հիմա նայեք, Խակեր Կարլսոնը իսկապես Տրամպից դժգոհ, ես էլ եմ Տրամպից դժգոհ, բայց Տրամպին աջակցում եմ։ Բայց ես էլ եմ Տրամպից դժգոհ, որովհետեւ բայց Տրամպի այնուամենայնիվ հենարաններից մեկը ամենակենտրոնականն է, դա այն շրջանակներն են, որոնք իրան աջակցել են զուտ այս արժե համակարգի պատճառով։ Այսինքն այդ արժե համակարգի դեմ դուրս գալը դա նշանակում է հարվածել նաև Տրամպին։ Տրամպի բանը ворթին պետք է գար Հայաստան, գիտես այդ։ Հասկացեք, հիմա մի հատ այդպես ինչ-որ կապիկություն արեցին։ Չէ, տեսեք, մի րոպե, ես չեմ, մի րոպե, տեսեք, ախր եկեք ինչ ավելի լուրջ մոտենանք այս խնդիրներին։ Մենք պետք է բոլոր ճակատներով աշխատենք։ Մենք պետք է աշխատենք եւ ամերիկացիների հետ, եւ եվրոպացիների հետ, եւ ռուսների հետ, բոլորի հետ պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք մենք մեր երկիրը ապահովագրենք այն վտանգներից, որը կանգնած է մեր առջև։ Այդ վտանգներից մեկի անունն ազգանունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է։ Եվ Նիկոլ Փաշինյանի քայլերը այս ուղղությամբ, հատկապես եկեղեցու հետ կապված, մեր մասը ճիշտ եք ասում, չէ, այդ առումով տեսեք, մի բան ասեմ դες Նիկոլ Փաշինյանը փորձում էր մի հատ շոու կազմակերպեց եկեղեցականները հրավիրել, որպեսզի իրանց ինքը օգտագործում էր եկեղեցու դեմ։ Ինքը այդպես քարս աշխատեց, խայտարակ եղավ, չէ՞, բայց դա շատ կարևոր է, որ այդ աշխատանքը պետք է, անվաճառ։ Այո, այո։ Հիմա օրինակ, չէ, ես մեր սփյուռքը, որի հանդեպ ես խիստ դժգոհ եմ, շատ դժգոհ եմ։ Այդ սփյուռքը հիմա պետքա Միացյալ Նահանգների կրոնական շրջանակներ ակտիվ աշխատանք տաներ, եւ այդ ակտիվ աշխատանքի արդյունքում Չէ, միջարույց ես ասեմ, այդ առումով շատ пассив է երկրորդ նախագահը եւ թիմը։ Այսօր ասենք իրենք հաղթած խորհրդարանում ամենամեծ ուժն է, խորհրդարանական ուժն, այս առումով հիմա պետք է չգիտեմ ինչեր անեն։ Այդ շատ пассив է այս առումով թիմը։ Շատ վատ է աշխատում։ Սփյուռքը նույն Միացյալ Նահանգներում շատ մեծ դեր կարող կատարեր կրոնական շրջանակների հետ աշխատում։ Տեսեք, այդ կրոնական շրջանակները ինչ աստիճան են աջակցում Իսրայելին։ Ինչ իսկ առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած պետության հանդեպ
զրոյական վերաբերմունք կա նույնիսկ Հայաստանի տեղն էլ չգիտեմ։ Դե այս մարդիկ հայտարարել են, թող խեղտեն ամեն օր պահանջեն, ասեն կոնկրետ բաները։ Հայկական սփյուռք որպես այդ բանը միֆը որ կա, իրականում այդ միֆը ուռճացված վիճակ է եղել։ Եվ այդ իմաստով մենք պետք է լուրջ հետևություններ անենք։ Իհարկե իշխանափոխությունից հետո 26 թվականին մենք պետք է նոր կառույցներ փորձենք, նոր կառույցներ ստեղծելով, ձևավորելով աշխատացնենք այն սփյուռքը, այն մակարդակի, ինչպես որ այսօր աշխատացնում են Իսրայելը եւ Հունաստանը։ Եվ այդ մենք բոլոր պոտենցիալ հնարավորություններ ունենք եւ շատ մեծ պոտենցիալ ունենք։ Դուք վստահ եք, որ այս արդյունքները արդյունք չի սա, այս հետևանքից ինչ որ կա, որ տեղի ունեցած սրանից հետո օրինակ Ալիևը չի շտապելու եւ մինչեւ 2026 թիվը չեք մտածում, որ կարող են իրենք, չգիտեմ, 1000, 5000, 10000 50,000 ադրբեջանցի բերել մինչև 26 թվականի ընտրությունը։ Չէ, դա չեմ հավատում։ Դա իրատեսական չի դա, անժանակ։ Հետևից հայտարարում են խնդիր ունի, քթի ծառունայք է գնում, վտանգ ուրիշ բանի մեջ է, չէ, դա իրատեսական։ Մեկ էլ ինձ ժամանակ ինձ ասում եք Արցախի ադրբեջանական լինելը իրատեսական չի։ Ես դες չեմ ասում։ Բոլորն էլ ինձ այդ էին ասում, ես ասում եմ իրատեսական չի, բայղուշություն ես անում, ոչ իրատեսական բաներ ես խոսում։ Իրատեսական դա չի, իրատեսականը վտանգ ուրիշ բանի մեջ է։ Վտանգը կանոնակ հիմա նույն ադրբեջանական լրատվամիջոցներում քննարկում են հետևյալ խնդիրը։ Իրանք իդեպ այս վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված իրանք մի հատ մեծ բանով հոդվածով են հանդես եկել, ապրես Փաշինյան առաջ, ասես մի վերնագրով, հա, իրանք լավ ոգևորված են Փաշինյանի հաջողությամբ, ես կարող եմ այդ հաջողությունը փոխանցել նաև վաղաշաբաթի այն բնակիչներին, ովքեր քվեարկեցին Արգիշտի Մեխակյանին։ Մենք որ բացատրում ենք, ասում ենք, որ դուք փաստացի աջակցում եք Ադրբեջանին ձեր քվեարկությամբ, դա տեղական մակարդակի, այսպես ասած, մտածողություններ, բայց ես որ քանի որ ես կարդացել եմ Մաքս Վեբերին, ես Մաքս Վեբերի պատկերացումները գիտեմ, դա համար ես ձեռնպահ եմ մնում եւ օբյեկտիվ հասկանում եմ, որ չեմ ուզում այլ բան ասեմ, բայց դա փաստը դա է։ Դուք չեք ասել Կարս Վեբերն ասել։ Վեբերն է ասել, ես կապ չունեմ դրա հետ իհարկե, բայց հարցը իր բանի մեջ է, վտանգ ուրիշ բանի մեջ է։ Ադրբեջանական լուրջ փորձագետներ կան, ասում են, որ քանի որ Փաշինյանի շանսերը մեծ չեն, մենք պետք է օր առաջ մինչև 26 թվական այդ անկլավների հարցը լուծենք։ Այդ վտանգը կա, ռեալ վտանգը կա։ Անկլավների հարց նշանակում է, որ Արարատ ու Արտաշատ Մասիսի շրջան այդ անկլավների հարցի վտանգը հիմա դառնալավ կենտրոնական եւ հիմա Փաշինյանը իր կանալներով փորձում է համոզի Ադրբեջանին, որ մինչև ընտրությունները մի արեք այդ խնդիրը, որպեսզի ես չպարտվեմ, այնտեղ կա վեճ։ Մի մասը ասում է հիմա անենք, որտեղ Փաշինյանը պարտվելու է, մի մասն էլ ասում է հələ պետք չի ձեռ տալ, որտեղ եթե Փաշինյանը հաղթի, մենք ամբողջ Հայաստանը կվերցնենք։ Ինչի ենք մենք մի հատ անկլավներ մինչև 26 թվականը խոչընդոտել։ Այդ վեճը կա իրանց մեջ։ Դինջ ընդդիմությունը նստի ասի մենք պատրաստում ենք 2026 թվականի ընտրություններին, բայց այդ էլ կլինի էլի։ Հիմա գուցե ինչ-որ պրոցեսներ պիտի սկսեն։ Ես դրա համար ասում եմ, որ ոչ թե պետքա սպասել, պետքա ամեն օր աշխատել։ Ամեն օր պետքա աշխատել գուցե արտահերթ ընտրությունների տանել։ Պետքա ամեն օր աշխատել։ Եվ տանել արտահերթ ընտրությունների եթե պետք է։ Այդ արտահերթ ընտրությունների հասկացողությունը, այդ գիտես, երբ որ դու աշխատում ես ժողովրդի հետ, ժողովուրդը ոգևորվում է, ցանկացած պայթի կարաս դա առաջարկես, որտեղ այս իշխանությունը բոլոր շանսը բանը տեսադաշտում ուներ 26 թիվը, բայց այդ 26 թիվը նաև մոռանալ այս աշխատանքը տանել, որ ասել մենք հիմա հետևողական 8 ամիս պիտի աշխատենք, բայց 26 թվականի ընտրությունների միանշանակ համաձայն թախտին նստած սпасել բախտին, դա քաղաքական ամերսունակություն է։ Պետքա հենց այս պահին ամեն օր ժամով 24/7 ռեժիմով պետք է աշխատել մարդկանց հետ եւ պուլսը բռնած պահել։ Որ բան որ դու զգում ես, որ արդեն քո ժողովուրդը քո հետ է, դու կարաս լյուբոյ ցանկացած պահ որպես տրիգեր օգտագործես, իսկապես պահանջես արտահերթ ընտրություն եւ օր առաջ արդեն փոխես, բայց նույնպես եմ ասում, սա հնարավորությունների եւ իրատեսության տրամաբանության մեջ պետք է մենք դիտարկենք եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք դա ռեալ դարձնենք, ասենց ասեմ, դա ինչքանով դա հնարավոր կլինի մինչեւ 26 թվականը, չեմ կարող ասեմ։ Շնորհակալություն։